16-ամյա մի աղջիկ իր ուսերին է գրում պատասխանատվության մի ծանր բեռ, որը չպետք է լիներ իրենը։ Տնային տնտեսուհի աշխատող մայրը պայքարում է դժվարությունների դեմ ընտանիքի հանապազօրյա հացն ապահովելու համար։ Մի հնարավորություն է հայտնվում, բայց դրա հետ մեկտեղ գալիս է մի գին, որը կարող է արժանալ այն ամենը, ինչ նրանք ունեն։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Զարթուցիչը հնչեց առավոտյան ժամը 5-ին, ինչպես ամեն օր։ Անուշը բացեց աչքերը, զգաց կրծքին սեղմող մտահոգության ծանոթ ծանրությունը։ Փոքրիկ սենյակի մյուս կողմում նրա դուստրը Մանեն դեռ քնած էր։ Նրա անդոր դեմքը հակասում էր այն վաղահաս հասունությանը, որը երում էր նրա աչքերում, երբ արթուն էր։ 16 տարեկանում աղջիկն արդեն ավելին էր հասկանում կյանքից, քան Անուշը կցանկանար, որ նա հասկանար։ Անուշը լուր վեր կացավ զգույշ լինելով, որ աղմուկ չհանի։ Երանի ծայրամասային Չարբախ թաղամասի 2 սենյականոց բնակարանն այն ամենն էր, ինչ նրանք կարող էին թույլ տալ իրենց տնային տնտեսուհու աշխատավարձով։ Պոկված պաստառներն ու խոնավության մշտական հոտը անդադար հիշեցնում էին իրենց կյանքի սահմանափակումների մասին։ Բայց դա նրանց տունն էր կառուցված սիրով զոհողություններով այն օրվանից, երբ 5 տարի առաջ ամուսինը լքեց նրանց։ Փոքրիկ խոհանոցում Անուշը պատրաստեց թույլ սուրճը, որը լինելու էր երկուսի նախաճաշը։ Շաքարավազը վերջանում էր, ինչպես գրեթե ամեն ինչ պահարանում։ Արջումս մեկ ծանր շաբաթ էր։ Մինչ նա խառնում էր գոլ ըմպելիքը, նրա մտքերը թափառում էին հյուրասենյակի սեղանին կուտակված չվճարված հաշիվների շուրջ։ Վարձի ժամկետն անցել էր 3 օր առաջ, տանտիրուհին արդեն 2 անգամ եկել էր գումարը պահանջելու։ Մա յրիկ։ Մանեի մեղմ ձայնը նրան վերադարձրեց իրականություն։ Աղջիկը կանգնած էր խոհանոցի դռան մոտ խառնված մազերով դեռ քնած աչքերով, բայց արդեն ցուցաբերելով այն բնորոշ ուշադրությունը, որը ստիպում էր նրան նկատել ամեն ինչ շուրջ բոլորը։ Բարի լույս, սիրելիս։ Լավ ես քնել։ Անուշը ստիպեց իրեն ժպտալ, փորձելով թաքցնել իրեն տանջող տագնապը։ Մանեն մոտեցավ, գրկեց մորը գոտկատեղից։ Նա հիմա Անուշից բարձրահասակ էր, հասակի տարբերությունը միայն մեծացնում էր կնոջ այն զգացողությունը, որ ժամանակը չափազանց արագ է անցնում։ Դու նորից մտահոգված ես, նկատեց աղջիկը ոչ թե որպես հարց, այլ որպես փաստի արձանագրում։ Լավ եմ, սիրելիս։ Պարզապես մտածում եմ այսօրվա մասին։ Անուշը շոյեց դստեր մազերը։ Նոր աշխատանքի հարցազրույցի պետք է գնամ։ Էլի։ Մանեն դեմքը գիտեց։ Վերջին շաբաթների ընթացքում Անուշը մի քանի հնարավորություն էր փորձել, բոլորն էլ ապարդյուն։ Շուկայում վիճակը ծանր էր, ընտանիքները նախընտրում էին ավելի երիտասարդ տնային տնտեսուհիների կամ այնպիսի երաշխավորագրերով, որոնք նա չէր կարող ներկայացնել։ Սա տարբեր է, ասաց Անուշը, փորձելով հաղորդել մի վստահություն, որն ինքն էլ լիովին չէր զգում։ Գործակալությունն ասաց, որ ընտանիքը շատ լավ է վճարում։ Իսկապես շատ լավ։ Դա մի մեծ տուն է քաղաքի Մոնումենտ թաղամասում։ Մանեն գլխով արեց, բայց Անուշը նկատեց դստեր աչքերում թաքնված անվստահությունը։ Աղջիկը չափազանց խելացի էր դատարկ հույսեր ընդունելու համար։ Նրանք միասին շատ հուսախաբություններ էին ապրել։ Մանեն սովորել էր կասկածի տակ դնել այն խոստումները, որոնք չափազանց լավ էին թվում իրական լինելու համար։ 2 ժամ անց Անուշը կանգնած էր Երանի ամենաշխեղ թաղամասի մի ազդեցիկ դարպասի առջ։ Բարձր պարիսպների հետում գտնվող տունն ավելի մեծ էր, քան որևէ բան, որ նա երբե տեսել էր։ Անթերի այգիներ, շատրվան բակի կենտրոնում, շքեղ մեքենաներ կայանված բաց ավտոտնակում։ Դա մի բոլորովին այլ աշխարհ էր։ Հարցազրույցն անցկացնում էր մի միջին տարիքի կին շքեղ հագնված գոռոզությամբ, որը հազիվ էր կարողանում թաքցնել։ Անահիտը քննադատական հայացքով վերից վար զննեց Անուշին, կարծես ապրանք էր գնահատում։ Դուք հասկանում եք, որ սա մի աշխատանք է, որը պահանջում է լիակատար նվիրում, ասաց Անահիտը խոսելիս դանդաղ քայլելով Անուշի շուրջը։ Պարոն Վարդան Ալավերդյանը շատ յուրահատուկ մարդ է։ Նա ծանր վթարի է ենթարկվել, որի հետանքով կուրացել է հատուկ խնամքի կարիք ունի։ Մենք չենք հանդուրժում սխալներ կամ ամփոփություն։ Լիովին հասկանում եմ, տիկին, պատասխանեց Անուշը պահպանելով ուղիղ կեցվածքը չնայած հուզմունքին։ Աշխատավարձը առատաձեռն է, որովհետև պահանջները բարձր են։ Դուք պետք է բնակվեք այստեղ շաբաթվա ընթացքում ազատ ունենալով միայն գիրագի օրերը։ Անահիտը կանգ առավ Անուշի դիմաց, ուղիղ նայեց նրա աչքերին։ Կա մի կանոն, որը բացարձակապես քննարկման ենթակա չէ, մենք չենք ընդունում երեխաներ ունեցող աշխատողների։ Երեխաները շեղող հանգամանք են խնդիր, որը մենք պատրաստ չենք հանդուրժել։ Անուշի սիրտը կանգ առավ։ Միշտ նույն պատմություններ։ Ես աղջիկ ունեմ, ցածր ձայնով խոստովանեց նա։ Քանի տարեկան է։ 16։ Անահիտը բարձրացրեց հոմքը։ Դե, տեխնիկապես նա այլս երեխա չէ։
Բայց մինույն է, երեխաները նշանակում են կիսված պատասխանատվություն, հեռախոսազանգեր, արտակարգ իրավիճակներ։ Մենք չենք կարող գնալ այդ ռիսկին։ Անուշը դժվարությամբ կուլ տվեց թուքը։ Գործակալության նշած աշխատավարձը 3 անգամ ավելի էր, քան այն ամենը, ինչ նա երբե վաստակել էր։ Դա հնարավորություն էր ընտանիքին աղքատությունից հանելու, պարտքերը փակելու, Մանեին ավելի լավ կյանք տալու համար։ Իսկ եթե նա խնդիր չլինի, եթե նա լինի պատասխանատու, հասուն օրիորդ, անհնար է։ Կանոնը գոյություն ունի հիմնավոր պատճառներով։ Անահիտը շրջվեց հեռանալու համար։ Շնորհակալություն ձեր ժամանակի համար, բայց դա հնարավոր չէ։ Խնդրում եմ, կանչեց Անուշը ձայնը դողալով։ Իմ աղջիկը տարբերվում է։ Նա հասուն է, պատասխանատու։ Հասկանում է, երբ ես պետք է աշխատեմ։ Նա խոչընդոտ չի լինի, ես երաշխավորում եմ։ Անահիտը կանգ առավ դանդաղ շրջվեց։ Դուք առաջարկում եք, որ ես ստեմ ձեր աշխատանքային թերթիկում։ Անուշը զգաց, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից։ Դա էր ընտրությունը։ Ստել կամ շարունակել ապրել թշվառության մեջ։ Դա հենց ստել չէր լինի։ Դա կլիներ մի մանրուքի անտեսում, որը չէր ազդի իմ աշխատանքի վրա։ Անահիտի դեմքին մի սառը ժպիտ հայտնվեց։ Հետաքրքիր է։ Իսկ որտեղ կմնա այդ աղջիկը այն գիշերները, երբ դուք այստեղ լինեք։ Նա ինքնուրույն է։ Կարող է առանց խնդիրների մնալ մենակ։ Անահիտը երկար ժամանակ զննեց նրան։ Լիովին վստահ եք, որ նա խնդիր չի լինի։ Որովհետև եթե մենք որևէ բան բարձենք, դուք անմիջապես կհեռացվեք աշխատանքից առանց նախազգուշացման կամ վճարման։ Վստահ եմ, ստեց Անուշը գիտակցելով, որ ռիսկի է դիմում այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Շատ բարի։ Վաղվանից սկսում եք։ Վերցրեք միայն ամենաանհրաժեշտը։ Այստեղ կա համազգեստ այն ամենը, ինչ ձեզ պետք է։ Անահիտը տվեց մի քարտ հասցեով ժամով։ Եվ հիշեք, այդ աղջկա մասին մեկ անգամ հիշատակումը, մեկ անգամ նրա պատճառով առաջացած որե անհանգստությունը, մեր խոսակցությունը կավարտվի ընդմիշտ։ Տուն վերադառնալու ճանապարհին Անուշը զգում էր թեթության սարսափի խառնուրդ։ Նա ստացել էր աշխատանքը, բայց ինչ գնով։ Ինչպես էր բացատրելու Մանեին, որ նա ստիպված է լինելու մենակ մնալ շաբաթվա մեծ մասը։ Ինչպես էր համոզելու դստերը ընդունել մի ավելի սահմանափակ կյանք թաքնված որպես ամոթալի գաղտնիք։ Երբ հասավ բնակարան, Մանեին գտավ հյուրասենյակի սեղանի մոտ սովորելիս շրջապատված հանրային գրադարանից վերցրած գրքերով։ Աղջիկը հուսադրող հայացքով բարձրացրեց աչքերը, երբ տեսավ մորը ներս մտնելիս։ Ստացվեց, հարցրեց նա արդեն գարթալով պատասխանը Անուշի դեմքից։ Ստացվեց, բայց… Անուշը ձանր նստեց դստեր գողքին գտնվող աթոռին։ Կա մի պայման։ Մանեն դանդաղ փակեց գիրքը։ Ինչ պայման։ Անուշը պատմեց ամեն ինչ։ Երեխաների մասին կանոնը, անհրաժեշտ սուտը, տանը մնալու պահանջը։ Նա տեսավ, թե ինչպես է դստեր դեմքը փոխվում խոսելու ընթացքում սկզբնական հույսից անցնելով հասկանալուն, վերջապես մի վճռականության, որն իրեն զարմացրեց։ Մենք կընդունենք, պարզապես ասաց Մանեն։ Սիրելիս, դու հասկանո՞մ ես դա ինչ է նշանակում։ Դու ժամանակի մեծ մասը մենակ ես մնալու այստեղ։ Իսկ եթե նրանք պարզեն։ Նրանք չեն պարզի։ Մանեի ձայնի մեջ կար մի հաստատակամություն, որը Անուշը չէր սպասում։ Մայրիկ, ես տեսնում եմ, թե ինչպես ես տառապում ամեն օր փորձելով վճարել հաշիվները։ Տեսնում եմ, թե ինչպես ես քեզ մեղադրում ինձ ավելի լավ կյանք չտալու համար։ Սա մեր շանսն է։ Բայց դու ընդամենը դեռահաս ես։ Դու չպետք է թաքնվես այնպես, կարծես մենք ամաչելու բան ունենք։ Մանեն բռնեց մոր ձեռքերը։ Դա ամոթ չէ, մայրիկ։ Դա գոյատում է։ Ես հասկանում եմ տարբերությունը։ Նա լռեց բառերը զգույշ ընտրելով։ Եվ գուցե այդպես ավելի լավ է։ Ես կարող եմ կենտրոնանալ ուսմանս վրա, իսկ դու ստիպված չես լինի անհանգստանալ իմ մասին աշխատանքի ժամանակ։ Անուշը զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը։ Նրա դուստրը չափազանց արագ էր մեծանում իր վրա վերցնելով պատասխանատվություններ, որոնք իրենը չէին։ Բայց նա ճանաչեց աղջկա ուժը, մի հասունություն, որը եկել էր միասին հաղթահարած դժվարություններից։ Վստահ ես, վերջին անգամ հարցրեց Անուշը։ Բացարձակ, բայց մի բան խոստացիր։ Եթե ես երբեք խնդիր դառնամ կամ եթե դու քեզ վատ զգաս այս իրավիճակից, մենք անմիջապես կդադարեցնենք։ Մեր արժանապատվությունը զոհաբերելը չարժե։ Անուշը ամուր գրկեց դստերս մեկ անգամ տպավորված Մանեի վաղահաս իմաստությամբ։ Խոստանում եմ։ Եվ խոստանում եմ նա, որ սա ժամանակավոր է։ Մինչ բավականաչափ գումար հավաքենք ավելի լավ կյանքի համար։ Այդ գիշեր, մինչ նրանք դասավորում էին Անուշի սակավաթիվ հագուստները փոքրիկ ճամպրուկի մեջ, երկուսն էլ գիտեին, որ անցնում են մի սահման։
Դա մի բանի սկիզբ էր, որը փոխելու էր նրանց կյանքը այնպիսի ձևով, որոնք դեռ չէին կարող պատկերացնել։ Այն, ինչ սկսվում էր որպես հուսահատ անհրաժեշտություն, շուտով վերածվելու էր մի շատ ավելի բարդ վտանգավոր բանի։ Հաջորդ առավոտ Անուշը պատրաստվեց մտնել մի աշխարհ, որտեղ պետք է զգացներ, թե ինքը մեկ ուրիշն է, մինչդեռ Մանեն պատրաստվում էր միայնության, որը փորձելու էր նրա ուժը անսպասելի ձևով։ Նրանցից ոչ մեկը չգիտեր, որ այս որոշումը նրանց տանելու է բացահայտելու գաղտնիքներ, որոնք ցնցելու էին ոչ միայն իրենց սեփական կյանքը, այլ այն մարդկանց կյանքը, ում տանը Անուշն աշխատելու էր։ Վարդան Ալավերդյանի դունը ներսից ավելի ազդեցիկ էր, քան Անուշը պատկերացրել էր։ Փայլեցված մարմարը ծածկում էր նախասրահի հատակը, իսկ բյուրեղյա ջահերը կախված էին բարձր առաստաղից որպես կախված զարդեր։ Ամեն մի դետալ շքեղություն ու նրբագեղություն էր ճչում, բայց մթնոլորտում կար մի բան, որը նրան անհանգստացնում էր։ Գուցե դա միջավայրում տիրող ծանր լռությունն էր, կամ այն ձը, որով Անահիտը հետում էր նրան հաշվենկատ հայացքով բացատրելով տան կանոնները։ Պարոն Վարդանը խիստ գրաֆիկ ունի, ասաց Անահիտը քայլելով լայն միջանցքներով, որտեղ նրա քայլերի ձայնն արձագանքում էր մարմարին։ Արթնանում է 7-ին, նախաճաշում է ուղիղ 7:30-ին, նախընտրում է, որ իր ուտելիքը մատուցվի միշտ նույն սպասքով, նույն տեղում։ Վթարից հետո նա շատ զգայուն է դարձել առօրյայի փոփոխությունների նկատմամբ։ Անուշը ուշադիր հետում էր բացատրությանը, փորձելով մտապահել ամեն մի մանրուք։ Տունն ուներ 3 հարկ, ներքին արտաքին այգիներ, փակ լողավազան սենյակներ, որոնք կարծես դիզայներական ամսագրերից դուրս եկած լինեին։ Դա մի բոլորովին այլ աշխարհ էր իր իմացած ամեն ինչից։ Նա չի սիրում, երբ իրեն վերաբերվում են որպես հաշմանդամի, շարունակեց Անահիտը կանգ առնելով մուգ փայտից դրան առջ։ Նա հպարտ մարդ է, ով մինչ վթարը բիզնես կայսրություն էր կառուցել։ Կուրությունը նրան խոցելի է դարձրել, բայց նա ատում է խղճահարության դրսորումները։ Հասկանում եմ, շշնջաց Անուշը ուղղելով նոր համազգեստը, որը Անահիտն էր տվել իրեն։ Կտորը շատ ավելի որակյալ էր, քան իր ունեցած որե հագուստ, բայց նա իրեն անհարմար էր զգում, կարծես դիմակահանդեսի հագուստ էր կրում։ Անահիտը նրբորեն թագեց դուռը։ Վարդան, սիրելիս, սա Անուշն է, նոր աշխատակցուհին, ով կօգնի տան հարցերում։ Ներս եկեք, լսվեց տղամարդու ձայնը մյուս կողմից։ Անուշը խորը շունչ քաշեց, նախքան Անահիտի հետից ներս մտնելը այնտեղ, ինչը ակնհայտորեն աշխատասենյակ էր։ Գրքերով լի դարակները ծածկում էին պատերը, իսկ սենյակի կենտրոնում տիրում էր մի ազդեցիկ սեղան։ Դրա հետում նստած էր մոտ 40 տարեկան մի տղամարդ դեմքով դեպի պատուհանը։ Նույնիսկ առանց նրան ուղիղ տեսնելու, Անուշը անմիջապես նկատեց, որ Վարդան Ալավերդյանը տպավորիչ ներկայություն ուներ։ Լայն թիկունք, ուղիղ կեցվածք, մի լարվածություն, որը բխում էր նրանից նույնիսկ անշարժ վիճակում։ Անուշ, ասաց Վարդանը զգույշ շարժումներով շրջվելով դեպի նրա ձայնը։ Անահիտն ինձ պատմեց ձեր փորձի մասին։ Հուսով եմ ձեզ հարմարավետ կզգաք այստեղ։ Շնորհակալություն, պարոն Ալավերդյան։ Ես կանեմ ամեն ինչ ձեր պահանջները բավարարելու համար։ Վարդանը գլխով արեց։ Անուշը նկատեց, որ նրա աչքերը, թե ուղղված էին իր կողմը, կարծես լիովին չէին կենտրոնանում։ Վթարը նրանից ավելին էր խլել, քան տեսողությունը, մտածեց նա։ Այնտեղ կար խորը տխրություն, մի հաշտվածություն, որը դիպչում էր նրա մայրական սրտին։ Անուշը կզբաղվի ընդհանուր մաքրությամբ կօգնի խոհանոցում, բացատրեց Անահիտը թեթագի կանգնելով Անուշի Վարդանի միջ։ Նա հասկանում է, որ դուք գնահատում եք ձեր առանձնությունը, ձեզ անհարկի չի անհանգստացնի։ Իհարկե, համաձայնեց Անուշը, թե նկատեց ինչ-որ տարօրինակ բան Անահիտի տոնի մեջ։ Այնտեղ կար տիրականություն, կարծես նա իր տարածքն էր նշում։ Հաջորդող օրերին Անուշը սուզվեց տան առօրյայի մեջ այն նվիրումով, որը միշտ բնորոշ էր իր աշխատանքին։ Նա վաղ էր արթնանում, պատրաստում էր սուրճը ճիշտ այնպես, ինչպես Վարդանն էր սիրում, կարգի էր բերում տունը, որն առանց այն էլ անթերի էր, փորձում էր մնալ անտեսանելի, ինչպես Անահիտն էր հրահանգել։ Բայց անհնար էր չնկատել այն տարօրինակ դինամիկան, որը կառավարում էր այդ միջավայրը։ Անահիտը վերահսկում էր ամեն ինչ։ Սկսած Վարդանին հասնող նամակագրությունից մինչ նրա ստացած զանգերը։ Նա զդում էր տեղեկատվությունը, որոշում էր ինչն է կարևոր, միշտ ներկա էր, երբ որե մեկը փորձում էր խոսել նրա հետ։ Անուշը սկսեց մտածել, արդյոք դա պաշտպանություն էր, թե մեկուսացում։ Իր գործերն անելիս Անուշը հետում էր Վարդանին ավելի շատ, քան պետք էր։ Նրա մեջ կար մի բան, որն արթնացնում էր իր հետաքրքրասիրությունը։ Չնայած կուրությանը, նա տան մեջ շարժվում էր մի այնպիսի վստահությամբ, որը դուրս էր պարզապես հարմարվելուց։ Նա գիտեր ամեն անկյուն, ամեն կահույք, կարծես քարտեզները դրոշմված լինեին նրա հիշողության մեջ։ Բայց լինում էին պահեր, երբ նա տեսնում էր նրան անշարժ կանգնած, կարծես նա լսում էր կամ դիտում էր։ Միտքը անհեթեթ էր, բայց այն չէր հեռանում։ Մինչդեռ Մանեն բախվում էր իր սեփական դժվարություններին։
Շաբաթվա ընթացքում դատարկ բնակարանը մոր բացակայության մշտական հիշեցումն էր։ Նա Անուշին խոստացել էր, որ կկարողանա հաղթահարել իրավիճակը, բայց չէր կանխատեսել, թե որքան խլացուցիչ կարող է լինել լռությունը։ Օրվա ընթացքում նա զբաղված էր մնում ուսումով, բայց գիշերները երկար էին ու միայնակ։ Ավելին, որոշ հարաններ սկսեցին նկատել Անուշի հաճախակի բացակայությունը։ Տիգին Սիլվան, ով ապրում էր Հարան բնակարանում, անտեղի հարցեր էր տալիս Մանեի տարօրինակ գրաֆիկի մասին։ Աղջիկը ստիպված էր անդադար արդարացումներ հորինել, ստեղծելով ճշմարտության մի ձափողված տարբերակ, որը հավաստի էր, բայց կասկածներ չէր հարուցում։ Մայրդ վերջերս տարօրինակ ժամերի է աշխատում, նկատեց Հարանուհին մի օր, երբ Մանեն վերադառնում էր գրադարանից։ Նա մի աշխատանք է գտել, որն ավելի շատ նվիրում է պահանջում, զգույշ պատասխանեց Մանեն։ Բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Դե լավ։ Իսկ դու կարողանո՞մ ես մենակ գլուխ հանել։ Իհարկե։ Ես այլս երեխա չեմ։ Բարերը հնչեցին ավելի հաստատակամ, քան Մանեն իրականում զգում էր։ Վերադառնալով Ալավերդյանի առանձնատուն Անուշը սկսեց նկատել վարքագծեր, որոնք իրեն անհանգստացնում էին։ Անահիտը Վարդանին վերաբերվում էր որպես երեխայի կարծես, նա անկարող էր սեփական որոշումներ կայացնել։ Նա կտրատում էր նրա ուտելիքը մանր կտորների, նույնիսկ երբ նա չէր խնդրում, ընտրում էր նրա հագուստը, անդադար հիշեցնում էր զգույշ լինել պարզ բաների հետ։ Վարդան, սիրելիս, թող ես լցնեմ քո սուրճը։ Կարող ես այրվել, ասաց Անահիտը մի առավոտ վերցնելով բաժակը նրա ձեռքից, նախքան նա կհասցներ առարկել։ Անուշը տեսավ, թե ինչպես Վարդանի ձնոտը սեղմվեց զսպված ջղայնությունից։ Անահիտ, ես 30 տարի է ինքնուրույն սուրճ եմ խմում։ Գուրությունը դա չի փոխել։ Իհարկե ոչ, սիրելիս։ Ես պարզապես հոգ եմ տանում քո մասին։ Անահիտի տոնը չափազանց քաղցր էր։ Անուշը հասկացավ, որ այդ բարության մեջ ինչ-որ արհեստական բան կար։ Երկրորդ շաբաթվա ընթացքում էր, որ Անուշը ականատես եղավ Անահիտի բնավորության առաջին պորտկմանը։ Վարդանը Անուշին խնդրել էր վերադասավորել որոշ գրքեր իր աշխատասենյակում։ Մի պարզ առաջադրանք, որը նա զգուշությամբ կատարում էր։ Անահիտը ներս մտավ սենյակ փոթորկի պես։ Ինչ ես անում։ Նրա ձայնը լի էր հազիվ զսպված կատաղությամբ։ Պարզապես դասավորում եմ գրքերը, ինչպես պարոն Վարդանն էր խնդրել, պատասխանեց Անուշը շփոթված այդ անհամաչափ արձագանքից։ Վարդանը չէր կարող նման բան խնդրել։ Նա գիտի, որ չի սիրում, երբ դիպչում են իր իրերին։ Անահիտը շրջվեց դեպի տղամարդը, ով նստած էր իր բազկաթոռին։ Այդպես չէ, սիրելիս։ Դու երի շփոթվել ես։ Ես եմ խնդրել, Անահիտ։ Դրանք իմ գրքերն են, իմ տանը, պատասխանեց Վարդանը մի հանգստությամբ, որը հակասում էր կնոջ հուզմունքին։ Մի պահ Անուշը տեսավ Անահիտի դեմքով անցնող մի բան, որից սարեց։ Դա մաքուր ատելություն էր կայծակնային արագությամբ, բայց անսխալելի։ Անահիտը արագ ուշքի եկավ, բայց ժպիտը, որը վերադարձավ նրա դեմքին, չհասավ աչքերին։ Իհարկե, սիրելիս։ Ներիր ինձ։ Անուշ, շարունակիր քո աշխատանքը։ Բայց Անուշը չկարողացավ մոռանալ այդ հայացքը։ Կար մի շատ անհանգստացնող բան այն ձի մեջ, որով Անահիտը նայեց Վարդանին այդ պահին։ Դա մտահոգ զուգընկերոջ հայացք չէր։ Դա մեկի հայացք էր, ով տղամարդուն տեսնում էր որպես խոչընդոտ։ Կիրակի օրերին, երբ Անուշը վերադառնում էր տուն, նա Մանեն վերամիավորվում էին ջրի կարոտ մարդկանց պես։ Նրանք ժամերով խոսում էին պատմելով շաբաթվա փորձությունների մասին։ Անուշը նկատում էր, որ դուստրը նիհարել է, գունատվել, բայց Մանեն պնդում էր, որ լավ է։ Ինչպիսին են տան մարդիկ, հարցրեց Մանեն գիրակնորյա մի երեկո, երբ նրանք պարզ ջաշ էին պատրաստում այն բաղադրիչներից, որոնք Անուշին հաջողվել էր զգուշությամբ բերել։ Տարբեր, պատասխանեց Անուշը բարերը զգույշ ընտրելով։ Պարոն Վարդանը լավ մարդ է, բայց տխուր։ Իսկ Անահիտը նա դատանվեց։ Բայց ինչ։ Չեմ կարողանում բացատրել։ Նրա մեջ մի բան կա, որն ինձ անհանգստացնում է։ Այն, թե ինչպես է վերաբերվում Վարդանին, ինչպես է վերահսկում ամեն ինչ տանը։ Երբեմն տպավորություն ունեմ, որ նա գերի է իր սեփական տանը։ Մանեն ունքերը գիտեց։ Ինչպիսի։ Վերահսկողություն։ Նա ամեն ինչ որոշում է նրա փոխարեն։ Ինչ է ուտում, ում հետ է խոսում, ինչ հագուստ է կրում։ Ասում է, որ դա նրան պաշտպանելու համար է, բայց… Անուշը թափահարեց գլուխը։ Գուցե ես եմ երակայում։ Դա այնքան տարբեր աշխարհ է մերից։ Քո բնազդը հազվադեպ է սխալվում, մայրիկ։ Եթե մի բան քեզ անհանգստացնում է, հավանաբար պատճառ կա։ Հենց այս տեսակ խոսակցություններն էր Անուշը գնահատում դստեր հետ։ Մանեն ուներ մարդկանց իրավիճակների սուր ընկալում, արտաքինից այն կողմ տեսնելու ունակություն, որը նրան անդադար զարմացնում էր։ Հաջորդ շաբաթ Անուշը վերադարձավ առանձնատուն դստեր խորհուրդները մտքում պահած։ Նա որոշեց ավելի շատ ուշադրություն դարձնել մանրուքներին,
վարքագծի այն նրբություններին, որոնք սկսել էր նկատել։ Եվ հենց այդ ժամանակ նա սկսեց նկատել բաներ, որոնք նրան խորապես անհանգստացրին։ Անահիտը ստանում էր հեռախոսազանգեր, որոնք նրան հունից հանում էին։ Խոսակցություններ, որոնք նա վարում էր ցածր ձայնով, երբ կարծում էր, թե ոչոք չի լսում։ Անուշը որսած նախադասությունների պատարիկներ, որոնք իմաստ չունեին հիշատակումներ կարոր թղթերի գրաֆիկների մասին, որոնք պետք է պահպանվեին։ Ավելի տարօրինակ էր Անահիտի արձագանքը, երբ Վարդանը անկախության որե նշան էր ցույց տալիս։ Եթե նա շատ վստահ էր շարժվում տանը, եթե որոշումներ էր կայացնում առանց նրա հետ խորհրդակցելու, կամ եթե պարզապես սովորականից ավելի աշխույժ էր թվում, Անահիտը նուրբ ձեր էր գտնում նրան իր վիճակը հիշեցնելու համար։ Զգույշ եղիր այդ աստիճանների հետ, սիրելիս։ Չենք ուզում մեկ դժբախտ պատահար, ասում էր նա, նույնիսկ երբ Վարդանը հեռու էր որե աստիճանից։ Վստահ ես, որ ուզում ես այգի դուրս գալ։ Այսօր մի քիչ ցուրտ է, նույնիսկ երբ օրը հաջելի էր։ Դրանք մանր բաներ էին, թվացյալ անմեղ, բայց Անուշը սկսեց դրանք ընկալել որպես օրինաչափություն։ Անահիտը անդադար թուլացնում էր Վարդանի վստահությունը գրեթե սադիստական ձով հիշեցնելով նրա սահմանափակումները։ Մի հինգշաբթի կեսօր էր, երբ Անուշը ականատես եղավ մի բանի, որն իրեն իսկապես տագնապեցրեց։ Նա մաքրում էր աշխատասենյակի մոտ գտնվող միջանցքը, երբ ներսից բարձրացած ձայներ լսեց։ Դուրը կիսաբաց էր, թե գիտեր, որ չպետք է լրտեսի, ձայների լարվածությունը ստիպեց նրան կանգ առնել։ Ես դա չեմ ստորագրելու, Անահիտ։ Ոչ հիմա, ասում էր Վարդանը, նրա ձայնը հաստատակամ էր, բայց հոգնած։ Սիրելիս, դու պետք է գործնական լինես։ Այս որոշումները չեն կարող հավերժ սպասել։ Եթե քեզ հետ մի բան պատահի, ինձ հետ ոչինչ չի պատահի։ Եվ նույնիսկ եթե պատահեր, ես արդեն կայացրել եմ իմ որոշումները իմ գույքի վերաբերյալ։ Բայց դու չես կարող տեսնել փաստաթղթերը։ Ինչպես կարող ես վստահ լինել, որ ճիշտ որոշումներ ես կայացնում։ Անահիտի ձայնի մեջ կար մի համառություն, որը Անուշին թվաց անհանգստացնող։ Որովհետև ես հիմար չեմ, Անահիտ։ Կույր լինելը չի նշանակում մտածելու անկարողություն։ Անուշը արագ հեռացավ, երբ լսեց դրանը մոտեցող քայլերը։ Բայց բառերը շարունակում էին արձագանքել նրա մտքում։ Ինչպիսի փաստաթղթեր էր Անահիտը փորձում ստիպել Վարդանին ստորագրել։ Եվ ինչու էր նա այդքան համառում։ Այդ գիշեր, ընթրիք պատրաստելիս, Անուշը նոր աչքերով հետեց Անահիտին։ Կինը Վարդանից երիտասարդ էր, գուցե 10 տարով։ Նա գեղեցիկ էր, շքեղ հագնված, բայց նրա դեմքին կար մի կարծրություն, երբ կարծում էր, թե ոչոք չի նայում։ Եվ այն ձը, որով նա խոսում էր Վարդանի մասին, երբ նա ներկա չէր, բացահայտող էր։ Նա այնքան տարբեր էր մինչ վթարը, խոստովանեց Անահիտը Անուշին, մինչ վերահսկում էր ճաշի պատրաստումը։ Ուժեղ էր, վճռական, ամեն ինչ վերահսկում էր։ Հիմա նա դրամատիկ հառաչեց։ Դժվար է նրան այսպես տեսնելը։ Երբեմն մտածում եմ, որ ավելի ազնիվ կլիներ, եթե… Նա չավարտեց նախադասությունը, բայց Անուշը սարսուռ զգաց։ Անահիտի խոսելուձի մեջ կար մի բան, որը հուշում էր, որ նա Վարդանի ներկա վիճակը տեսնում էր ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես հնարավորություն։ Եվ դա նրան խորապես տագնապեցրեց։ Մինույն ժամանակ Մանեն մշակում էր գոյատման իր սեփական ռեժիմը։ Օրվա ընթացքում նա զբաղված էր ինտենսիվ ուսումով տեսնելով ստիպված միայնությունը որպես հնարավորություն խորանալու այն գիտելիքների մեջ, որոնք միշտ հետաքրքրել էին իրեն։ Բայց գիշերը, երբ բնակարանի լռությունը դառնում էր ճնշող, նա ուժ էր գտնում մտածելով մոր այն հնարավորության մասին, որն այս դժվար փուլը ներկայացնում էր երկուսի համար։ Նա սկսեց նկատել բաներ իր սեփական միջավայրում։ Հարանները հարցեր էին տալիս Անուշի բացակայության մասին։ Մանեն ստիպված էր ավելի ու ավելի ստեղծագործ լինել իր պատասխանների մեջ։ Կար ստի մեջ ապրելու մշտական զգացողություն, մի ֆասադ պահպանելու անհրաժեշտություն, որը պահանջում էր մշտական մտավոր էներգիա։ Բայց ամենից շատ նրան անհանգստացնում էր այն զգացողությունը, որ ինքը չափազանց արագ է մեծանում։ Պատասխանատվությունները, որոնք նա ստանձնել էր, մոր համար ուժեղ լինելու անհրաժեշտությունը։ Այս ամենը նրան ստիպում էր մի հասունության, որը նրա մի մասը մերժում էր։ Նա ուզում էր կարողանալ լինել պարզապես սովորական դեռահաս մտահոգված իր տարիքին բնորոշ սովորական բաներով, այլ ոչ թե վճարվելիք հաշիվներով պահվելիք գաղտնիքներով։ Միջադեպը, որը կփոխեր ամեն ինչ, տեղի ունեցավ անձրոտ մի ուրբաթ օր։ Անուշը դասավորում էր գրադարանը, երբ այգուց տարօրինակ ձայն լսեց։ Պատուհանից նա տեսավ Վարդանին, ով քայլում էր անձրի տակ ակնհայտորեն մոլորված, լողավազանի մոտ։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել գիտակցելով վտանգը։ Մի գույր մարդ, մենակ, ջրի մոտ, թաց սայթաքուն հատակին։ Առանց երկու անգամ մտածելու Անուշը վազեց դուրս։ Պարոն Վարդան։ Զգույշ։ Նա արագ հասավ նրան նրբորեն դիպչելով նրա թին։ Լավ եք։ Դուք շատ մոտ եք լողավազանին։
Վարդանը շրջվեց դեպի նրան, մի պահ Անուշը տարօրինակ զգացողություն ունեցավ, որ նա իրեն տեսնում է։ Իսկապես տեսնում է։ Նրա աչքերը մի վայրկյան կարծես կենտրոնացան իր վրա, նախքան կվերադառնային այն հեռավոր արտահայտությանը, որը նա գիտեր։ Անուշ, ասաց նա ձանր շնչելով։ Ես ներսում խեղդվում էի, թարմ օդի կարիք ունեի։ Հասկանում եմ, բայց անձր է գալիս։ Դուք կարող եք սայթաքել այստեղ։ Անուշը նկատեց, որ նա հուզված էր թվում, կարծես ինչ-որ բանից փախչում էր։ Որտեղ է Անահիտը, հարցրեց նա, նրա ձայնի մեջ կար մի բան, որ Անուշը չէր կարողանում նույնականացնել։ Վախ, բարկություն։ Նա գնաց գնումների։ Ասաց, որ մի քանի ժամից կվերադառնա։ Վարդանը դանդաղ գլխով արեց։ Անուշ, կարող եմ ձեզ մի խնդրանքով դիմել։ Իհարկե, պարոն։ Մի հիշատակեք, որ ինձ այստեղ գտաք։ Անահիտը չափազանց շատ է անհանգստանում, երբ ես որևէ բան ինքնուրույն եմ անում։ Նրա ձայնի մեջ կար մի լարվածություն, որը Անուշը երբեք չէր նկատել։ Լավ, համաձայնեց նա, թե իրավիճակի մեջ ինչ-որ բան նրան անհանգստացնում էր։ Նրանք միասին վերադարձան ներս, Անուշը նրան ուղեկցեց մինչ աշխատասենյակ։ Հենց այդ ժամանակ նա տվեց մի հարց, որը Անուշին լիովին զարմացրեց։ Անուշ, դուք երեխաներ ունեք։ Նրա սիրտը կանգ առավ։ Անահիտը շատ հստակ էր եղել տան հիմնարար կանոնի հարցում։ Ինչո՞ւ եք հարցնում, պարոն։ Պարզապես հետաքրքրությունից։ Դուք մայրական խառնվածք ունեք։ Մարդկանց մասին հոգ եք տանում բնական ձով։ Անուշը տատանվեց։ Ստելը գնալով ավելի ու ավելի դժվար էր դառնում, հատկապես մեկի համար, ով թվում էր անգեղծորեն հետաքրքրված։ Ոչ, ստեց նա ատելով իրեն դրա համար։ Վարդանը մի պահ լռեց։ Հասկանում եմ։ Երբեմն կարոտում եմ իսկական ընտանիքը։ Մարդկանց, ովքեր անգեղծորեն են հոգ տանում, այլ ոչ թե շահից դրդված։ Բարերը կարծես դանագի հարված լինեին Անուշի սրտին։ Այդ խոսքերի մեջ այնքան միայնություն կար, այնքան մեկուսացում։ Եվ նա ստում էր նրան իր կյանքի ամենակարևոր բանի մասին։ Այդ գիշեր, երբ Անուշը զանգեց Մանեին, նրա դուստրը անմիջապես զգաց, որ ինչ-որ բան այն չէ։ Ինչ է պատահել, մայրիկ։ Անուշը պատմեց այգում տեղի ունեցած հանդիպման, Վարդանի հարցի այն աջող զգացողության մասին, որ տանը ավելին է կատարվում, քան ինքը կարողանում է հասկանալ։ Մայրիկ, նա կոնկրետ երեխաների մասին հարցրեց։ Այո։ Եվ նրա հարցնելուձի մեջ ինչ-որ բան կար, կարծես նա ինչ-որ բան գիտեր։ Մանեն մտախոհ դարձավ։ Կամ կարծես նա մարդկային իսկական կապի կարիք ուներ։ Դու ասացիր, որ նա միայնակ էր թվում։ Շատ միայնակ։ Եվ նրա ու Անահիտի միջ մի բան կա, որը չեմ հասկանում։ Երբեմն նրանք սիրահարված զույգ են թվում, երբեմն օտարներ։ Եվ նա այնքան է վերահսկում նրա կյանքը։ Մայրիկ, դանդաղ ասաց Մանեն, իսկ եթե քո բնազդը ճիշտ է, իսկ եթե իսկապես այդ իրավիճակում մի բան այն չէ։ Դա հենց այն էր, ինչ Անուշը վախենում էր լսել, որովհետև դա հաստատում էր իր սեփական կասկածները։ Բայց ինչ կարող էր նա անել։ Նրանք կախված էին այդ աշխատանքից, նա ոչ մի ապացույց չուներ բացի մշուշոտ տպավորություններից։ Հանգստյան օրերը արագ անցան։ Մայրն ու դուստրը վայելում էին միասին անցկացրած ամեն մի պահը։ Բայց կիրակի երեկոյան, երբ Անուշը պատրաստվում էր վերադառնալ առանձնատուն, Մանեն մի որոշում կայացրեց, որը զարմացրեց երկուսին էլ։ Մայրիկ, ես ուզում եմ տեսնել այդ վայրը, որտեղ դու աշխատում ես։ Մանե, դա անհնար է։ Դու գիտես կանոնները։ Ոչ թե այնտեղ աշխատելու համար։ Բայց ես ուզում եմ ավելի լավ հասկանալ, թե որտեղ ես դու անցկացնում քո օրերը։ Եվ ես որոշ մտքեր ունեմ այն մասին, թե ինչպես կարելի է դրսից հետել իրավիճակին։ Անուշը ունքերը գիտեց։ Ինչպիսի մտքեր։ Այդ թաղամասում հանրային վայրեր կան, չէ։ Այգիներ, սրճարաններ։ Ես կարող եմ շաբաթվա ընթացքում լինել այնտեղ, հետել ով է մտնում դուրս գալիս տնից, փորձել ավելի լավ հասկանալ այդ մարդկանց։ Մանե, դա վտանգավոր է։ Եթե Անահիտը քեզ տեսնի, նա ինձ չի ճանաչում։ Եվ բացի այդ, ես պարզապես փողոցով քայլող մի դեռահաս եմ։ Դրա մեջ ոչ մի կասկածելի բան չկա։ Անուշը գիտեր, որ պետք է ոչ ասի։ Բայց նրա մի մասը խոստովանում էր, որ սփոփիչ կլիներ Մանեին մոտիկ ունենալը, նույնիսկ առանձնատան պարիսպներից դուրս։ Եվ գուցե դստեր արտաքին հայացքը կարողանար օգնել իրեն ավելի լավ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Խոստացիր, որ զգույշ կլինես։ Որ հերու կմնաս տնից ոչինչ չես անի, որը կարող է մեզ վտանգի ենթարկել։ Խոստանում եմ, ասաց Մանեն, բայց նրա աչքերում արդեն կար մի վճռականություն, որը Անուշը ճանաչում էր։ Դա նույն արտահայտությունն էր, որն ինքն ուներ, երբ որոշում էր, որ մի բան պետք է արվի։ Երկուշաբթին եկավ անսպասելի փոփոխություններով։
Անահիտը հայտարարեց, որ 2 օրով մեկնում է այլ քաղաք անձնական հարցեր լուծելու համար։ Անուշ, դու պատասխանատու կլինես ամեն ինչի համար։ Վարդանը կարող է դժվար լինել, երբ ես հեռու եմ։ Նա դագնապում է։ Այն ձը, որով Անահիտը խոսեց Վարդանի մասին, կարծես նա խնդրահարույց երեխա լիներ, բարկացրեց Անուշին։ Հասկանում եմ։ Ես լավ կխնամեմ ամեն ինչ։ Համոզվիր, որ նա դեղերը ճիշտ ժամերին ընդունի։ Երբեմն նա մոռանում է, երբ ես բացակայում եմ։ Անահիտը Անուշին տվեց դեղերի մի սրվակ։ Սա դագնապի դեմ է։ Մեկ հապ ամեն ուտելուց հետո։ Անուշը զննեց սրվակը։ Պիտակը մասամբ ծածկված էր, նա կարողանում էր կարդալ դեղամիջոցի անվան միայն մի մասը։ Մի բան նրան անհանգստացնում էր, բայց չէր կարողանում հասկանալ ինչ։ Առանց Անահիտի տան մթնոլորտը լիովին փոխվեց։ Անուշը անմիջապես նկատեց, թե ինչպես է Վարդանը թվում ավելի թուլացած, ավելի ինքն իրենով։ Նա տան մեջ շարժվում էր ավելի վստահ, ավելի շատ էր խոսում, նույնիսկ երբեմն ժպտում էր։ Անուշ, ասաց նա երեքշաբթի առավոտյան, երբ սուրճ էր խմում, Անահիտը դեղերի վերաբերյալ հրահանգներ թողել է։ Այո, պարոն։ Նա ասաց, որ դուք տագնապի դեմ դեղեր եք ընդունում։ Վարդանը բաժակը բերանին տանելու ճանապարհին կանգ առավ։ Տագնապի։ Այդպես ասաց։ Դուք վստահ եք, որ դրանց կարիքն ունեք։ Իրականում ես ինձ տագնապած չեմ զգում, երբ նա այստեղ չէ, մտախոհ ասաց Վարդանը։ Ընդհակառակը, ինձ ավելի ազատ եմ զգում։ Անուշը զգաց, թե ինչպես է իր մտքում տագնապի ազդանշան հնչում։ Կցանկանայիք այսօր բաց թողնել դեղերը։ Այո, կարծում եմ այո։ Դա մի որոշում էր, որը կփոխեր ամեն ինչ։ Առանց այն դեղերի, որոնց ընդունման վրա պնդում էր Անահիտը, Վարդանը սկսեց ցուցաբերել մի էներգիա, որը Անուշը երբեք չէր տեսել նրա մեջ։ Նա խնդրեց, որ Անուշը թերթեր կարդա իր համար, ուզում էր իմանալ ընթացիկ հարցերի մասին, տվեց հարցեր արտաքին աշխարհի մասին, որոնք բացահայտեցին սուր հետաքրքրասեր միտք։ Անուշ, ասաց նա ուշ կեսօրին, կարող եմ ձեզ մի բան պատմել։ Մի բան, որը վաղուց ոչ ոքի չեմ պատմել։ Իհարկե, պարոն։ Երբեմն զգացողություն ունեմ, որ իմ շուրջը խոսակցություններ են ընթանում, որոնք չեմ կարողանում լիովին հասկանալ։ Մարդիկ խոսում են իմ մասին այնպես, կարծես ես ներկա չեմ, որոշումներ են կայացնում իմ կյանքի վերաբերյալ առանց ինձ հետ խորհրդակցելու։ Անուշը դժվարությամբ կուլ տվեց թուքը։ Դա հենց այն էր, ինչ ինքն էր նկատել։ Եվ ամենատարօրինակը, շարունակեց Վարդանը, այն է, որ երբեմն վստահ եմ, որ Անահիտը ստում է պարզ բաների մասին։ Փոքր ստեր, որոնք իմաստ չունեն, եթե նա չունի պատճառներ, որոնք ես չգիտեմ։ Ինչպիսի ստեր։ Ստացածս զանգերի մասին, նամակների մասին, մարդկանց մասին, ովքեր հարցնում են ինձ։ Նա ասում է, որ գարոր ոչինչ չկա, բայց ես լսում եմ հեռախոսի զանգը, լսում եմ ձայներ, որոնք ճանաչում եմ։ Իսկ հետո նա իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ չի պատահել։ Անուշը զգում էր, որ քայլում է վտանգավոր հողի վրա, բայց չէր կարողանում զսպել իրեն։ Իսկ դուք երբե մտածել եք այդ ամենը ինքնուրույն ստուգելու մասին։ Վարդանը դարը ժպտաց։ Ինչպես։ Ես կույր եմ, Անուշ։ Ես լիովին կախված եմ Անահիտից արտաքին աշխարհի հետ կապվելու համար։ Եթե նա որոշի ինձ մեկուսացնել, ես հնարավորություն չունեմ իմանալու։ Հենց այդ պահին Անուշը կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Պարոն Վարդան, իսկ եթե ես ձեզ ասեմ, որ կան ձեր այդ ամենը ստուգելու համար, ձեր ճշմարտությունը բացահայտելու համար։ Վարդանը թեքվեց առաջ։ Շարունակեք։ Դե, ես կարող եմ ավելի ուշադիր հետել, ուշադրություն դարձնել հեռախոսազանգերին, նամակներին։ Եթե դուք ցանկանաք, ես կարող եմ լինել ձեր աչքերը այդ հարցերում։ Վարդանը երկար ժամանակ լռեց։ Ինչո՞վ պիտի դա անեիք ինձ համար, Անուշ։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ինչո՞վ էր նա ռիսկի դիմում։ Ինչո՞վ էր խառնվում մի բանի մեջ, որը կարող էր նրան արժենալ իր աշխատանքը։ Որովհետև ես հավատում եմ, որ ամեն ոք արժանի է իմանալու ճշմարտությունը իր սեփական կյանքի մասին, պատասխանեց նա անկեղծորեն։ Նույնիսկ եթե այդ ճշմարտությունը տհաճ լինի, հատկապես եթե այն տհաճ է։ Վարդանը դանդաղ գլխով արեց։ Այդ դեպքում ես ընդունում եմ ձեր առաջարկը։ Բայց Անուշ, եթե սա ձեզ համար վտանգավոր դառնա, անմիջապես դադարեցրեք։ Չեմ ուզում, որ դուք իմ պատճառով հետանքներ կրեք։ Մինչդեռ Մանեն սկսել էր իր սեփական հետաքննությունը։ Շաբաթվա ընթացքում նա սովորություն էր դարձրել անցնել այն թաղամասով, որտեղ գտնվում էր Ալավերդյանի առանձնատունը։ Նա հայտնաբերել էր մի փոքրիկ սրճարան, որտեղից երում էր տան փողոցը, դարձել էր մշտական հաճախորդ միշտ գրքերով, անկատ մնալով որպես սովորական ուսանողուհի։ Հենց այնտեղից նա նկատեց Անահիտին, ով երկուշաբթի օրը դուրս եկավ մի ուղեբեռով, որը չափազանց մեծ էր թվում ընդամենը 2 օրվա համար։
Այնտեղից նա նկատեց մեքենաները, որոնք պարբերաբար այցելում էին տուն միշտ այն ժամանակ, երբ Անահիտը ներկա էր, երբ նա բացակայում էր։ Ավելի հետաքրքիր էր այն բացահայտումը, որ Անահիտը այցելություններ էր ստանում մի տղամարդուց, ում Մանեն չճանաչեց, բայց ով ակնհայտորեն պարզապես պատահական ընկեր չէր։ Նրանց միջ խոսակցությունները լարված էին թվում, հրատապ տեղի էին ունենում միշտ այգում տան պատուհաններից հեռու։ Մանեն սկսեց նշումներ անել գրանցելով ժամերը, մեքենաների համարները ցանկացած մանրուք, որը կարող էր լինել։ Նա չգիտեր, թե կոնկրետ ինչ է փնտրում, բայց բնազդաբար զգում էր, որ բացահայտում է մի մեծ խճանկարի գտորները։ Չորեքշաբթի օրը Անահիտը վերադարձավ սպասվածից շուտ։ Անուշը Վարդանի հետ աշխատասենյակում էր նրա համար թերթի հոդված կարդալիս, երբ նրանք լսեցին մուտքի դռան ուժգին փակվելը։ Անահիտը վերադարձավ, շշնջաց Վարդանը, Անուշը նկատեց, թե ինչպես նա անմիջապես լարվեց։ Վարդան։ Անահիտի ձայնը արձագանքեց տան մեջ լի հազիվ թաքցրած ջղայնությամբ։ Նա ներս մտավ աշխատասենյակ փոթորկի պես։ Ինչ է կատարվում այստեղ։ Անուշն ինձ համար լուրեր էր կարդում, հանգիստ պատասխանեց Վարդանը։ Դու պետք է հանգստանայիր։ Իսկ քո դեղերը բոլոր ժամերին ընդունել ես։ Անուշը Վարդանը արագ հայացքներ փոխանակեցին։ Իրականում, ասաց Վարդանը, ես որոշեցի մի քանի օրով դադարեցնել դեղերը։ Առանց դրանց ինձ լավ էի զգում։ Անահիտի դեմքը լիովին փոխվեց։ Ջղայնությունը վերածվեց մի շատ ավելի ինտենսիվ բանի։ Վարդան, դու չես կարող դեղերի վերաբերյալ որոշումներ կայացնել առանց բժշկական ցուցման։ Այդ դեղերը կարող են քո կայունության համար։ Իմ կայունությունը կատարյալ էր, հակադարձեց Վարդանը, նրա ձայնի մեջ կար մի հաստատակամություն, որը Անուշը երբեք չէր լսել։ Անահիտը շրջվեց դեպի Անուշը գրագոտ աչքերով։ Դու թույլ տվեցիր դա։ Դու դեղերի վերաբերյալ հստակ հրահանգներ ունեիր։ Պարոն Վարդանն ասաց, որ իրեն լավ է զգում, պատասխանեց Անուշը փորձելով ձայնը հաստատակամ պահել չնայած զգացած վախին։ Քո գործը չէ բժշկական հրահանգները կասկածի տակ դնելը, պոռթկաց Անահիտը։ Դու տնային տնտեսուհի ես, այլ ոչ թե բուժքույր։ Հաջորդած լռությունը ծանր էր ու անհարմար։ Վարդանը դանդաղ վեր կացավ բազկաթոռից։ Անահիտ, Անուշը արել է հենց այն, ինչ պետք է աներ, հարգել է իմ կամքը։ Ես եմ ընտրել դեղերը չխմելը, դա իմ որոշումն էր։ Քո որոշումները հետանքներ ունեն, ասաց Անահիտը, նրա խոսքերի մեջ կար քողարկված սպառնալիք։ Դու կարող ես չնկատել, երբ հստակ չես մտածում։ Անուշը սարսուռ զգաց։ Այն ձը, որով Անահիտը խոսեց, ավելի շատ նման էր նախազգուշացման, քան մտահոգության։ Եվ առաջին անգամ նա մտածեց արդյոք այն դեղերը, որոնց ընդունման վրա Անահիտը պնդում էր, իսկապես տագնապի դեմ էին, թե դրանք բոլորովին այլ նպատակ ունեին։ Այդ գիշեր, երբ տունը վերջապես լռեց, Անուշը մտածեց այն ամենի մասին, ինչ պատահել էր։ Վարդանի փոփոխությունը առանց դեղերի ակնհայտ էր։ Նա ավելի զգոն էր, ավելի շատ հարցեր էր տալիս, ավելի ինքն իրենով էր։ Եվ Անահիտը անկեղծորեն հուզվել էր դրանից։ Այն, ինչ նրան իսկապես անհանգստացնում էր, այն աջող զգացողությունն էր, որ ինքը ականատես է լինում մի շատ ավելի մեծ բանի, քան պարզապես հարաբերությունների դինամիկան։ Այդ տանը շարժման մեջ էին ուժեր, որոնք նա նոր էր սկսում հասկանալ, ամեն ինչի կենտրոնում Վարդանն էր մի մարդ, ով գուցե այնքան անպաշտպան չէր, որքան բոլորը կարծում էին։ Անահիտի վերադարձից հետո տան դինամիկայի փոփոխությունը անմիջական էր անհանգստացնող։ Նա կրկնապատկեց հսկողությունը Վարդանի նկատմամբ, ուժեղացրեց դեղերի վերաբերյալ պահանջը, սկսեց Անուշին վերաբերվել մի սառնությամբ, որը սահմանակցում էր թշնամանքին։ Կարծես նա գիտեր, որ իր բացակայության ժամանակ ինչ-որ բան է փոխվել, վճռական էր տրամադրված վերականգնելու վերահսկողությունը։ Անուշ, ասաց Անահիտը հինգշաբթի առավոտյան, ես ուզում եմ, որ դու ավելի խիստ լինես Վարդանի դեղերի ժամերի հարցում։ Նա կարող է լավ թվալ, բայց չի հասկանում բուժումը ճիշտ չհետելու հետանքները։ Հասկանում եմ, պատասխանեց Անուշը, բայց ներքուստ ավելի ու ավելի էր կասկածի տակ դնում այդ բուժման բնույթը։ Այն, ինչ նրան ավելի անհարմար էր զգացնում, այն էր, թե ինչպես էր Անահիտը սկսել հետել իրեն։ Միշտ կար մի զույգ աչք, որը հետում էր տան մեջ նրա շարժումներին։ Կարծես Անահիտը սպասում էր, որ նա որը սխալ թույլ տա, որը կարդարացներ նրա հեռացումը աշխատանքից։ Վարդանը, իր հերթին, կարծես ներքին պայքար էր մղում։ Այն պահերին, երբ Անահիտը ներկա չէր, նա ցուցաբերում էր այն պարզությունն ու էներգիան, որին Անուշը ականատես էր եղել կնոջ բացակայության ժամանակ։ Բայց երբ Անահիտը հայտնվում էր, կարծես մի մշուշ էր իջնում նրա վրա, հատկապես դեղերն ընդունելուց հետո։ Անուշ, ասաց նա մի կեսօր, երբ Անահիտը գնացել էր հանդիպման, դուք որե տարբեր բան նկատել եք այն դեղերի մեջ, որոնք ես ընդունում եմ։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ինչ իմաստով, պարոն։ Համը, կառուցվածքը։ Վերջին շաբաթների ընթացքում ինչ-որ բան է փոխվել, բայց չեմ կարողանում հասկանալ ինչ։ Անուշը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։
Դուք ուզում եք, որ ես զննեմ դեղերը։ Հնարավոր կլինի։ Առանց Անահիտի իմանալու, իհարկե։ Երբ Անահիտը վերադարձավ, Անուշը թույլտվություն խնդրեց լոքարանից օգտվելու համար օգտվեց առիթից զգուշությամբ զննելու զույգի ննջասենյակում գտնվող դեղերի սրվակը։ Այն, ինչ նա բացահայտեց, նրան սարսափեցրեց։ Բնօրինակ պիտակը զգուշությամբ հեռացվել էր, փոխարինվել էր մեկ ուրիշով ձեռագիր։ Սրվակի մեջ եղած դեղը չէր համապատասխանում նոր պիտակի վրա գրվածին։ Անուշը դեղագործ չէր, բայց կարդալ գիտեր։ Եվ դա միանշանակ տագնապի դեմ դեղ չէր։ Հաբերը այլ գույնի էին, այլ ձի, երբ նա զգուշությամբ Վարդանի հեռախոսով փնտրեց իր նկատած հատկանիշները, պարզեց, որ դրանք կարող են լինել շատ ավելի ուժեղ քնաբերներ կամ հանգստացնողներ։ Բացահայտումը նրան սրտխառնոց պատճառեց։ Անահիտը դեղերով թմրեցնում էր Վարդանին։ Բայց ինչո՞ւ։ Եվ էլ ինչ էր նա անում, մինչ տղամարդը գտնվում էր այդ վիճակում։ Այդ գիշեր Անուշը հազիվ կարողացավ քնել։ Առավոտյան նա որոշեց, որ պետք է խոսի մեկի հետ իր բացահայտումների մասին։ Միակ մարդը, ում նա իսկապես վստահում էր, Մանեն էր։ Դստեր հետ իր երեկոյան զանգի ժամանակ Անուշը պատմեց ամեն ինչ։ Դեղերի վերաբերյալ կասկածները, Անահիտի տարօրինակ վարքագիծը, այն աջող զգացողությունը, որ Վարդանը մանիպուլյացիայի է ենթարկվում այնպիսի ձևով, որոնք իրենք լիովին չեն հասկանում։ Մայրիկ, սա շատ լուրջ է, ասաց Մանեն, նրա ձայնը լարված էր։ Եթե Անահիտը իսկապես նրան դեղեր է տալիս, դա կարող է նախապատրաստություն լինել մի շատ ավելի վատ բանի համար։ Ինչպիսի վատ բանի։ Լավ մտածիր։ Եթե ինչ-որ մեկը ուզում է տիրանալ հարուստ մարդու գույքին, ինչ կանի։ Նախ նրան մեկուսացնում է։ Հետո դեղեր է տալիս, որպեսզի նա չկարողանա հստակ որոշումներ կայացնել։ Եվ հետո Մանեն գարիք չունեցավ ավարտելու նախադասությունը։ Անուշը հիանալի հասկացավ, թե դուստրը ինչ նկատի ուներ։ Մայրիկ, դու պետք է դուրս գաս այդտեղից։ Դա չափազանց վտանգավոր է։ Չեմ կարող Վարդանին մենակ թողնել նրա հետ իմանալով այն, ինչ հիմա գիտեմ։ Բայց դու չես կարող նրան օգնել, եթե քեզ հետ էլ մի բան պատահի։ Դա մի խոսակցություն էր, որը կփոխեր ամեն ինչ։ Վերջում մայրն ու դուստրը համաձայնեցին, որ իրենց ավելի շատ տեղեկատվություն է պետք, նախքան որե կտրուկ որոշում կայացնելը։ Բայց նրանք նա համաձայնեցին, որ Անուշը չի կարող շարունակել ծածնել, թե ոչինչ չգիտի։ Հենց այդ ժամանակ ճակատագիրը միջամտեց մի ձով, որը նրանցից ոչ մեկը չէր կարող կանխատեսել։ Շաբաթ օրը Անուշը արթնացավ իրեն վատ զգալով։ Շատ վատ։ Բարձր ջերմություն, գլխապտույտ մի թուլություն, որը թույլ չէր տալիս նրան ոտքի վրա մնալ մի քանի րոպեից ավելի։ Անահիտը ակնհայտորեն զայրացած էր իրավիճակից։ Դու չես կարող հիմա հիվանդանալ, ասաց նա, կարծես Անուշը դիտմամբ էր ընտրել հիվանդանալը։ Այսօր երեկոյան հյուրեր ունենք ընթրիքի։ Ցավում եմ, շշնջաց Անուշը, իսկապես վատ զգալով։ Գուցե մինչ վաղը ավելի լավ լինեմ։ Դա չի լուծում այսօրվա խնդիրը։ Անահիտը քայլում էր Անուշի սենյակում ակնհայտորեն հուզված։ Դու ընտանիք չունես, որ կարողանա գալ օգնել։ Վստահելի մեկը, ով կարող է փոխարինել քեզ մի քանի ժամով։ Անուշը զգաց, թե ինչպես է աշխարհը կանգ առնում։ Դա այն հնարավորությունն էր, որին նա չէր սպասում, բայց այն նա չափազանց վտանգավոր էր։ Մի զարմուհի ունեմ, ստեց նա արագ գողմնորոշվելով։ Երիտասարդ է, բայց պատասխանատու։ Գուցե նա կարողանա օգնել։ Անահիտը լռեց։ Քանի տարեկան է։ 16։ Իր տարիքի համար շատ հասուն է։ Կարող ես երաշխավորել, որ նա բացարձակ լուր կլինի։ Մենք չենք ուզում, որ օտարները հարցեր տան կամ խնդիրներ առաջացնեն։ Կարող եմ երաշխավորել, ասաց Անուշը աղոթելով, որ իր դուստրը կարողանա խաղալ այն դերը, որն ինքը ստեղծում էր նրա համար։ Մեկ ժամ անց Անուշը զանգեց Մանեին տալով զգույշ հրահանգներ։ Դու ներկայանալու ես որպես իմ զարմուհի Մանեն։ Գալիս ես օգնելու, որովհետև ես հիվանդ եմ։ Դու ամաչկոտ ես, զուսպ այստեղ ես միայն ընթրիքի հարցում օգնելու համար։ Մայրիկ, վստահ ես։ Դա շատ ռիսկային է։ Սա մեր շանսն է պարզելու, թե իրականում ինչ է կատարվում։ Բայց եթե որևէ վտանգ զգաս, անմիջապես հեռացիր։ Մանեն ժամանեց առանձնատուն 2 ժամ անց ձեռքին մի փոքրիկ պայուսակ հագին պարզ հագուստ, որը նրան դարձնում էր հենց այն, ինչ նա պետք է լիներ մի երիտասարդ աշխատող աղջիկ, ով եկել էր օգնելու հիվանդ մորաքրոջը։ Անահիտը նրան ընդունեց նույն քննադատական հայացքով, որով ամիսներ առաջ նայել էր Անուշին։ Դու ու ես զարմուհին։ Այո, Տիգին։ Եկել եմ օգնելու, որովհետև մորաքույրս իրեն շատ վատ է զգում։ Հուսով եմ հասկանում ես, որ այս աշխատանքը բացարձակ լռություն է պահանջում։ Այն, ինչ կատարվում է այս տանը, դրսում քննարկելու թեմա չէ։ Լիովին հասկանում եմ, պատասխանեց Մանեն ձայնը ցածր հարգալից պահելով։ Անահիտը Մանեին ցույց տվեց ընթրիքի համար անհրաժեշտ հիմնական գործերը,
բայց Անուշը նկատեց, որ գինը անհանգստացած էր թվում տանը նոր մարդու ներկայությունից։ Անահիտի մեջ կար մի լարվածություն, որը սովորաբար չկար, կարծես արտաքին մարդու ներկայությունը սպառնում էր ինչ-որ նուրբ հավասարակշռության։ Վարդանը իր աշխատասենյակում էր, երբ Մանեին ներկայացրեցին նրան։ Անուշը ուշադիր հետեց երկուսի արձագանքին։ «Պարոն Վարդան, սա Մանեն է իմ զարմուհին», ասաց Անուշը։ «Նա այսօր ինձ կօգնի, որովհետև ես ինձ լավ չեմ զգում»։ Վարդանը բարձրացրեց դեմքը դեպի Մանեն, Անուշը նորից ունեցավ այն տարօրինակ զգացողությունը, որ նա իրականում տեսնում է աղջկան։ «Ուրախ եմ ծանոթանալու համար, Մանե։ Շնորհակալություն մորաքրոջդ օգնելու համար»։ «Ես եմ շնորհակալ, պարոն», պատասխանեց Մանեն։ Անուշը նկատեց, որ իր դուստրը նույնպես նկատել էր ինչ-որ յուրահատուկ բան Վարդանի վարքագծի մեջ։ Այն, ինչ նրանցից ոչ մեկը չէր սպասում, այն էր, որ Մանեն իր սուր ընկալմամբ տան դինամիկային անծանոթ լինելով, կկարողանար նկատել բաներ, որոնք Անուշը բաց էր թողել։ Ընթրիքի պատրաստման ժամանակ Մանեն նկատեց, թե ինչպես է Անահիտը Վարդանի ուտելիքը տարբեր ձով պատրաստում, քան հյուրերինը։ Նա փոքրիկ հաբեր էր թաքցնում նրա ուտելիքի մեջ միշտ համոզվելով, որ ոչոք չի նայում։ Ավելի անհանգստացնող էր այն, որ նա տեսավ, թե ինչպես է Անահիտը փորձում Վարդանի ուտելիքը մատուցելուց առաջ, կարծես ուզում էր վստահ լինել, որ դեղերի համը քողարկված է։ Բայց հենց ընթրիքի ժամանակ էր, որ Մանեն կատարեց ամենացնցող բացահայտումը։ Հյուրերը 3 գործարարներ էին, ակնհայտորեն գարոր մարդիկ դատելով նրանց հագուստից խոսելաձից։ Խոսակցությունը պտտվում էր ներդրումների, ընկերությունների բարդ ֆինանսական որոշումների շուրջ։ Վարդանը մասնակցում էր խոսակցությանը, բայց Մանեն նկատեց, որ նրա պատասխանները մշուշոտ էին։ Կարծես նա դժվարանում էր կենտրոնանալ։ Անահիտը տիրում էր խոսակցությանը, երբ հնարավոր էր հյուրերի հարցերն ուղղելով դեպի իրեն, այլ ոչ թե Վարդանին։ Վարդանը հիմա հարմարվելու շրջան է անցնում, բացատրում էր նա։ Կարոր որոշումները կայացվում են համատեղ։ Հենց այդ ժամանակ հյուրերից մեկը նշեց մի բան, որը ստիպեց Մանեին ամբողջությամբ կենտրոնանալ։ Մայր ընկերության վաճառքի առաջարկը առաջադիմում է ըստ պլանավորվածի։ Անահիտը արագ պատասխանեց. «Այո, մենք ավարտում ենք իրավական մանրամասները»։ Վարդանը համաձայն է, որ դա լավագույն որոշումն է հաշվի առնելով ներկա հանգամանքները։ Մանեն ուշադիր հետեց Վարդանին։ Մի պահ նրա դեմքը ցույց տվեց անգեղծ շփոթմունք, կարծես նա չգիտեր, թե ինչ վաճառքի մասին է խոսքը։ Բայց Անահիտը արագ շեղեց նրա ուշադրությունը ավելի շատ գինի լցնելով։ Ընթրիքից հետո, երբ հյուրերը հրաժեշտ էին տալիս, Մանեն լսեց մի խոսակցություն, որից սարեց։ «Անահիտ, վստահ ես, որ նա կստորագրի թղթերը առանց հարցերի», ցածր ձայնով հարցրեց տղամարդկանցից մեկը։ «Ամեն ինչ վերահսկողության տակ է», պատասխանեց Անահիտը։ «Ճիշտ դեղորայքի շնորհիվ նա շատ ավելի համագործակցող է դարձել։ Իսկ անգործունակ ճանաչելու հարցը ընթացքի մեջ է։ Իմ փաստաբանն ասում է, որ մեր պատրաստած բժշկական փաստաթղթերով դա շաբաթների հարց կլինի»։ Մանեն զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Անահիտը ծրագրում էր Վարդանին օրինականորեն անգործունակ ճանաչել։ Դրանով նա լիակատար վերահսկողություն կունենար նրա ամբողջ գույքի նկատմամբ։ Երբ տունը վերջապես լռեց, Անահիտը քաշվեց իր սենյակ, Մանեն հնարավորություն գտավ Վարդանի հետ մենակ խոսելու։ Նա իր աշխատասենյակում էր ակնհայտորեն ավելի զգոն, քան ընթրիքի ժամանակ։ «Պարոն Վարդան», ցածր ձայնով ասաց նա, «կարող եմ ձեզ հետ մի պահ խոսել»։ «Իհարկե, Մանե, նստիր»։ Մանեն տատանվեց։ Այն, ինչ նա պատրաստվում էր ասել, վտանգավոր էր, բայց չէր կարող լռել։ «Դուք գիտեք, որ կան մարդիկ, ովքեր ծրագրում են որոշումներ կայացնել ձեր կյանքի վերաբերյալ առանց ձեր թույլտվության»։ Վարդանը լարվեց։ «Ինչպիսի որոշումներ»։ «Որոշումներ ձեր գույքի, ձեր ընկերության վերաբերյալ։ Որոշումներ, որոնք պետք է լինեն ձերը»։ Վարդանը երկար ժամանակ լռեց։ Հետո, շատ զգույշ ձով, նա ասաց. «Մանե, որքան ժամանակ է, ինչ դու կասկածում ես, որ ես կարողանում եմ տեսնել»։ Հարցը նրան լիովին անագնկալի բերեց։ Դուք կարողանում եք տեսնել։ Ես վերականգնել եմ տեսողությունս 2 ամիս առաջ փորձարարական վիրահատության միջոցով։ Բայց ես ծածնում եմ, թեկուր եմ, որովհետև բացահայտել եմ բաներ, որոնք ինձ անհանգստացրել են։ Ինչպիսի բաներ։ Այնպիսի բաներ, որոնք դու հենց նոր նշեցիր։ Անահիտը հավատում է, որ ես չգիտեմ, թե նա ինչ է ծրագրում։ Եվ քանի դեռ նա հավատում է դրան, ես ժամանակ ունեմ բացահայտելու նրա ծրագրերի ամբողջական ծավալը։ Մանեն զգաց թեթության սարսափի խառնուրդ։ Թեթություն, որովհետև Վարդանը այն անպաշտպան զոհը չէր, որ ինքը կարծում էր։ Սարսափ, որովհետև դա նշանակում էր, որ իրավիճակը շատ ավելի վտանգավոր էր, քան ինքը պատկերացրել էր։ «Պարոն Վարդան, մայրս ես պարզել ենք, որ Անահիտը տարբեր դեղեր է լցնում ձեր ուտելիքի մեջ։ Դրանք տագնապի դեմ չեն։ Ես գիտեմ։
Դրանք ուժեղ քնաբերներ են։ Նա ինձ պահում է թմրած վիճակում, որպեսզի ես թղթեր ստորագրեմ առանց հարցերի։ Վարդանը թեքվեց առաջ։ Մանե, ես պետք է քեզ մի կարևոր բան ասեմ։ Մայրդ ինձ համար պարզապես աշխատող չէ։ Վերջին շաբաթների ընթացքում նա միակ մարդն է եղել այս տանը, ով ինձ վերաբերվել է որպես մարդու։ Իսկ դու քաջություն ունես ճշմարտություն ասելու նույնիսկ այն ժամանակ, երբ դա վտանգավոր է։ Ինչ եք ուզում, որ մենք անենք։ Նախ ինձ պետք է, որ դուք երկուստ ապահով լինեք։ Անահիտը ավելի վտանգավոր է, քան դուք պատկերացնում եք։ Բայց նա ինձ օգնություն է պետք պարզելու համար, թե կոնկրետ ինչ է նա ծրագրում երբ։ Մենք ուզում ենք օգնել, ասաց Մանեն առանց տատանվելու։ Այդ դեպքում մենք պետք է շատ զգույշ լինենք։ Երբ Անուշը հաջորդ օրը բավականաչափ առողջացավ աշխատանքի վերադառնալու համար, նա գտավ Վարդանին Մանեին մի լուր դավադրության մեջ, որը փոխելու էր ամեն ինչ։ Ամիսների ընթացքում առաջին անգամ նա իրեն միայնակ չէր զգում մի բանի դեմ պայքարում, որը չէր կարողանում լիովին հասկանալ։ Բայց նա գիտեր, որ խաղը փոխվել է։ Անահիտը պարզապես վերահսկող կին չէր։ Նա մեկն էր, ով ծրագրում էր մի շատ կոնկրետ վտանգավոր բան։ Եվ հիմա նրանք գիտեին դա։ Անուշի, Մանեի Վարդանի միջգաղտնի դաշինքը լիովին փոխեց տան դինամիկան։ Հաջորդող օրերին նրանք մշակեցին լուր հաղորդակցության մի համակարգ, որը թույլ էր տալիս կենսական տեղեկատվություն փոխանակել առանց Անահիտի կասկածները հարուցելու։ Մի գիրք, որը բաց էր թողնված որոշակի էջի վրա, նշանակում էր, որ Անահիտը կարևոր զանգեր է ստացել։ Որոշակի ձով դրված բաժակը ցույց էր տալիս, որ կասկածելի փաստաթղթեր են շրջանառվել։ Փոքրիկ նշաններ, որոնք Անահիտը մեկնաբանում էր որպես պատահական զուգադիպություններ։ Վարդանը պարզվեց ավելի խորամանկ դաշնագից էր, քան Անուշն ու Մանեն կարող էին պատկերացնել։ Նրա գործարար փորձը համադրված Անահիտին անկատ հետելու ունակության հետ ստեղծում էր տակտիկական առավելություններ, որոնք նրանք չունեին։ Նա գիտեր, թե երբ է գինը ստում, գիտեր նրա սովորությունները կարող էր կանխատեսել նրա շարժումները այնպիսի ձով, որը զարմացրեց նույնիսկ Անուշին։ Անահիտը միշտ ավելի հուզված է դառնում, երբ մոտ է մի բանի հասնելուն, որը շատ է ցանկանում, բացատրեց Վարդանը մի կեսօր, երբ կինը դուրս էր եկել իր հերթական խորհրդավոր հանդիպմանը։ Իսկ վերջերս նա անդադար հուզված է։ Մանեն, ով ստեղծագործական ձեր էր գտել տանը օգնելը շարունակելու համար, մորաքրոջն օգնելու պատրվակով, գրեթե ամեն օր անհանգստացնող բացահայտումներ էր անում։ Այն սենյակի մաքրության ժամանակ, որը Անահիտը օգտագործում էր որպես անձնական աշխատասենյակ, նա գտավ փաստաթղթեր, որոնք հաստատեցին նրանց վատթարագույն վախերը։ Նա ամեն ինչ պլանավորել է, պատմեց Մանեն մյուսներին այդ գիշեր։ Անգործունակ ճանաչելու թղթերը արդեն լրացված են, լիազորագրեր, որոնք նրան լիակատար վերահսկողություն կտան ամեն ինչի նկատմամբ, նույնիսկ մի վայրի ճարտարապետական հատակագծեր, որը նման է մասնավոր կլինիկայի։ Ինչպիսի կլինիկա, հարցրեց Վարդանը, թե նրա արտահայտությունը հուշում էր, որ նա արդեն գիտեր պատասխանը։ Հոգեբուժական կլինիկա։ Երկարաժամկետ հոսպիտալացման պայմաններով։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Բոլորը հասկացան հետանքները։ Անահիտը պարզապես չէր ծրագրում տիրանալ Վարդանի գույքին։ Նա ծրագրում էր նրան ընդհանրապես հեռացնել հասարակությունից։ Որքան ժամանակ ունենք, հարցրեց Անուշը, նրա ձայնը լարված էր։ Իմ տեսած փաստաթղթերով նա սպասում է վերջնական ստորագրությանը մի հանդիպման ժամանակ, որը նշանակված է ուրբաթ օրը, պատասխանեց Մանեն։ Դրանից հետո ամբողջ գործընթացը կդառնա անդառնալի։ Վարդանը վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, նրա շարժումները ցույց էին տալիս զսպված հուսահատություն։ Ուրբաթ օրը 3 օրից է։ Դա բավարար ժամանակ չէ սովորական իրավական գործընթացների համար։ Այդ դեպքում ինչ ենք անում, հարցրեց Անուշը։ Մեզ ապացույցներ են պետք։ Անհերքելի ապացույցներ այն մասին, որ Անահիտը ինձ դեղեր է տալիս ծրագրում է իմ անգործունակությունը հիմնվելով կեղծ տեղեկատվության վրա։ Վարդանը շրջվեց դեպի նրանց։ Եվ մեզ այդ ապացույցները պետք են այնպիսի ձով, որ նա չկարողանա ոչնչացնել կամ հերքել։ Հենց Մանեն առաջարկեց այն միտքը, որը կփոխեր ամեն ինչ։ Իսկ եթե մենք ձայնագրենք նրա խոստովանությունը։ Մանե, նա երբեք կամավոր չի խոստովանի, նկատեց Անուշը։ Ոչ կամավոր։ Բայց եթե նա հավատա, որ խոսում է մեկի հետ, ով իր հանցագիծն է, կամ եթե նրան ճիշտ ձով դրթեն։ Վարդանը ուսումնասիրեց աղջկան աջող հիացմունքով։ Շարունագիր։ Դե, նա սովոր է վերահսկել տեղեկատվությունը։ Բայց ինչ կլինի, եթե նա ստանա մի տեղեկություն, որը նրան հուսահատության կհասցնի։ Մի բան, որը նրան կստիպի զգալ, որ գործնում է վերահսկողությունը պետք է արագ գործի։ Միտքը ռիսկային էր, բայց երբ նրանք քննարկեցին մանրամասները, այն սկսեց իմաստ ստանալ։ Նրանց պետք էր ստեղծել մի իրավիճակ, որտեղ Անահիտը իրեն բավականաչափ սպառնացված կզգար իր իրական ծրագրերը բացահայտելու համար։
բայց ոչ այնքան սպառնացված, որ չափազանց զգուշավոր դառնար խոսելիս։ Նրանց մշակած պլանը բարդ էր ու վտանգավոր։ Վարդանը գծացներ իր տագնապի հանկարծակի առեղծվածային ապակինում, սկսելով հարցեր տալ իր բիզնեսի մասին, ցուցաբերելով հետաքրքրություն վերականգնելու վերահսկողությունը իր ֆինանսական որոշումների նկատմամբ։ Դա Անահիտին կստիպեր հուսահատորեն արագացնել իր ծրագրերը։ Անուշը մինույն ժամանակ պատահաբար կհայտնաբերեր Անահիտի գեղձ փաստաթղթերից մի քանիսը կտար անմեղ հարցեր, որոնք ցույց կտային, որ նա սկսել է ինչ-որ բան կասկածել։ Դա կստիպեր Անահիտին փորձել վերահսկել իրավիճակը Անուշի միջոցով, հնարավոր է բացահայտելով վարկաբեկող տեղեկություններ։ Մանեն գլիներ առանցքային օղակը։ Նա կառաջարկեր օգնել Անահիտին վարչական գործերում, ներկայանալով որպես մեկը, ով երիտասարդ է միամիտ, ում կարելի է հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկել։ Անահիտը կարող էր իրեն հարմարավետ զգալ բացահայտ խոսելով մեկի ներկայությամբ, ում թերագնահատում էր։ Պլանի առաջին օրը լարված էր ու լի փոքրիկ հաջողություններով։ Վարդանը սկսեց հարցեր տալ Անահիտին իր հիշատակած հանդիպումների մասին, խնդրելով անձամբ մասնակցել ընկերության վերաբերյալ որոշումներին։ Անահիտի արձագանքը անմիջական էր բացահայտող։ «Սիրելիս, դու դեռ պատրաստ չես այդ տեսակ սթրեսի», ասաց նա, բայց նրա ձայնի մեջ կար խուճապի երանգ։ Բժիշկները շատ հստակ էին քեզ չձանրաբեռնելու հարցում։ Որ բժիշկները, Անահիտ։ Ես չեմ հիշում, որ վերջերս որե բժշկի հետ խոսած լինեմ։ Բժիշկ Սահակյանը։ Դու նրա հետ խոսել ես անցյալ շաբաթ։ Վստահ ես, որ չես հիշում։ Վարդանը գիտեր, որ դա սուտ է։ Նա ոչ մի բժիշկ Սահակյանի հետ չէր խոսել, բայց ծածրեց շփոթմունք տեսնելու համար, թե Անահիտը որքան հեռու կգնա։ Գուցե դու ճիշտ ես։ Հիշողությունս վերջերս խառնված է։ Անահիտը կարծես մի փոքր հանգստացավ, բայց Անուշը նկատեց, որ նա անմիջապես զանգ կատարեց սենյակից դուրս գալուց հետո։ Մի զանգ, որը Անուշին հաջողվեց մասնագիտորեն լսել։ Նա հարցեր է տալիս, ցածր ձայնով ասաց Անահիտը։ Պետք է արագացնեմ գրաֆիկը։ Ոչ, չեմ կարող սպասել մինչ ուրբաթ։ Եթե նա շարունակի այսպես։ Զանգը ընդհատվեց, երբ Անահիտը նկատեց, որ Անուշը մոտակայքում է, բայց դա արդեն բավարար տեղեկություն էր հաստատելու համար, որ պլանը գործում է։ Երկրորդ օրը բերեց էլ ավելի դրամատիկ զարգացումներ։ Անուշը հայտնաբերեց այն փաստաթղթերից մի քանիսը, որոնք Մանեն ռազմավարականորեն թողել էր այնպիսի վայրերում, որտեղ նա բնականորեն կգտներ դրանք մաքրության ժամանակ։ Երբ նա հարցրեց Անահիտին դրանց մասին, կնոջ արձագանքը պայթյունավտանգ էր։ Այդ թղթերը քո գործը չեն, ասաց Անահիտը, խլելով փաստաթղթերը Անուշի ձեռքից։ Դու չպետք է խառնվես բաների մեջ, որոնք չես հասկանում։ Ներեցեք, տիկին։ Պարզապես մաքրում էի, տեսա պարոն Վարդանի անունը։ Կարծեցի կարոր է։ Անահիտը կասկածամիտ աչքերով զննեց Անուշին։ Անուշ, դու որե մեկի հետ խոսել ես այն մասին, ինչ կատարվում է այս տանը։ Ոչ, տիկին։ Ում հետ պիտի խոսեի։ Քո զարմուհու, օրինակ։ Նա ընթրիքի ժամանակ շատ հարցեր տվեց։ Անուշը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Անահիտը սկսել էր կասկածել նա Մանեին։ Մանեն պարզապես հետաքրքրասեր է։ Նա երբեք այսպիսի դուն չէր տեսել։ Հուսով եմ միայն դա է, ասաց Անահիտը, բայց նրա ձայնի մեջ հստակ սպառնալիք կար։ Այդ գիշեր, երբ նրանք գաղտնի հավաքվեցին, բոլորը համաձայնեցին, որ պետք է արագացնեն իրենց ծրագրերը։ Անահիտը դառնում էր չափազանց կասկածամիտ, շուտով կհայտնաբերեր, որ իրեն հետում են։ Հենց այդ ժամանակ ճակատագիրը միջամտեց մի ձով, որը նրանցից ոչ մեկը չէր կարող կանխատեսել։ Չորեքշաբթի առավոտյան Անահիտը ստացավ մի զանգ, որը նրան ակնհայտորեն հունից հանեց։ Անուշին հաջողվեց լսել խոսակցության միայն պատարիկները, բայց լսածը բավարար էր հասկանալու համար, որ ինչ-որ բան այնպես չէր գնացել Անահիտի ծրագրերում։ Ինչպես թե հետաձգվել է։ Չի կարող հետաձգվել։ Ես հասկանում եմ, որ ընթացակարգեր կան, բայց ոչ, նրա հետ չի կարելի խորհրդակցել։ Նա վիճակում չէ։ Երբ Անահիտը անջատեց հեռախոսը, նրա դեմքը լարված էր բարկությունից, հուսահատությունից։ Նա անմիջապես զանգեց մեկ ուրիշին։ Մարատ, պետք է, որ այսօր գաս այստեղ։ Հիմա։ Այո, բարդություններ կան։ Պետք է լուծվի, նախքան ամեն ինչ կփլուզվի։ Անուշը սարսուր զգաց։ Ով էլ լիներ Մարատը, Անահիտը բավականաչափ հուսահատ էր նրան շտապ կանչելու համար։ Իսկ հուսահատ մարդիկ անկանխատեսելի էին։ 2 ժամ անց տուն եկավ մի տղամարդ։ Անուշը նրան հետեց պատուհանից, նրան դուր չեկավ տեսածը։ Նա մեծ էր, դեմքին տեսանելի սպիեր ուներ, շարժվում էր մի ձով, որը հուշում էր, որ սովոր է բռնության։ Դա այն տեսակ մարդը չէր, ում կկանչեին սովորական իրավական խնդիրներ լուծելու համար։ Անահիտը տղամարդը փակվեցին կնոջ անձնական աշխատասենյակում ավելի քան 1 ժամ։ Անուշին հաջողվեց լսել բարձրացած ձայներ,
բայց ոչ կոնկրետ բառեր։ Երբ նրանք վերջապես դուրս եկան, երկուսն էլ կարծես եկել էին ինչ-որ համաձայնության։ Անուշ, կանչեց Անահիտը, նրա ձայնը տարօրինակ կերպով հանգիստ էր առավոտյան հուզմունքից հետո։ Պետք է, որ գնաս դեղատուն Վարդանի համար հատուկ դեղեր բերելու։ Դա հրատապ է։ Անահիտը Անուշին տվեց բժշկական դեղատոմսը գումար։ Դա մի կոնկրետ դեղատուն է քաղաքի մյուս ծայրում։ Կարող է մի քանի ժամ տել։ Անուշը նայեց դեղատոմսին զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Դա վտանգավոր բարձր չափաբաժնով քնաբերներ էին շատ ավելի ուժեղ, քան այն ամենը, ինչ Անահիտը նախկինում տվել էր Վարդանին։ Դա այն տեսակ չափաբաժին էր, որը կարող էր մեկին օրերով անգիտագից թողնել կամ նույնիսկ մահացու լինել։ Տիկին, այս չափաբաժինը շատ բարձր է թվում, զգուշությամբ նկատեց Անուշը։ Բժիշկները գիտեն ինչ են անում, կտրուկ պատասխանեց Անահիտը։ Եվ Անուշ, գուցե ավելի լավ լինի, որ քո զարմուհին այլս այստեղ չգա։ Վարդանը առաջիկա օրերին բացարձակ անդորի կարիք ունի։ Ուղերձը հստակ էր։ Անահիտը ուզում էր Անուշին տնից հեռացնել բավականաչափ ժամանակով, որպեսզի ինչ-որ բան աներ Վարդանի հետ, եւ ուզում էր Մանեին հեռու պահել, որպեսզի վկաներ չլինեին։ Անուշը գիտեր, որ ինքը խաչմերուկում է։ Տնից դուրս գալը նշանակում էր Վարդանին մենակ թողնել Անահիտի կասկածելի տղամարդու հետ, բայց հրաժարվելը կառաջացներ կասկածներ, որոնք կարող էին էլ ավելի վտանգավոր լինել։ Հիմա կգնամ դեղերի հետից, ասաց նա որոշելով ժամանակ շահել Վարդանին վտանգի մասին զգուշացնելու համար, բայց երբ նա հասավ նրա աշխատասենյակ, դուռը փակ գտավ։ Եվ առաջին անգամ այն օրվանից, ինչ սկսել էր աշխատել տանը, Անահիտը թույլ չտվեց նրան ստուգել, թե ինչպես է Վարդանը։ Նա հանգստանում է, հաստատակամ ասաց Անահիտը։ Նրան չպետք է անհանգստացնել։ Անուշը տնից դուրս եկավ սրտի արագ բաբախյունով։ Նա գիտեր, որ Վարդանին թողնում է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, բայց նա գիտեր, որ եթե դուրս չգար, Անահիտը կկասկածեր, որ ինքը ինչ-որ բան գիտի։ Դեղատան ճանապարհին Անուշը զանգեց Մանեին, պատմեց ամեն ինչ։ Երկուսն էլ համաձայնեցին, որ պետք է հնարավորինս արագ վերադառնան տուն, բայց այնպես, որ կասկած չհարուցեն։ Մայրիկ, ես ոստիկանություն կկանչեմ, ասաց Մանեն։ Իսկ ինչ ասենք։ Որ կասկածում ենք, թե մի կին դեղեր է տալիս իր փեսացուին։ Մենք բավարար ապացույցներ չունենք։ Այդ դեպքում ինչ ենք անում։ Անուշը նայեց ձեռքի դեղատոմսին։ Պատասխանը եկավ հանկարծակի հստակ ու սարսափելի։ Մենք Անահիտին գտանք հենց այն, ինչ նա ուզում է, բայց ոչ այն ձով, ինչպես նա է սպասում։ Անուշը հասավ դեղատուն մի պլանով, որին ինքն էլ հազիվ էր հավատում, որ իրականացնում է։ Փոխանակ գնելու այն վտանգավոր քնաբերները, որոնք Անահիտը պահանջել էր, նա գնեց անվնաս վիտամիններ, որոնք նման տեսք ունեին։ Դա ռիսկային էր, բայց միակ ձներ ժամանակ շահելու առանց Վարդանին անմիջական վտանգի ենթարկելու։ Մինչդեռ Մանեն վերադարձել էր առանձնատան թաղամաս, տեղավորվել էր այն սրճարանում, որտեղից սովորաբար հետում էր տանը։ Այն, ինչ նա տեսավ, նրան սարսափեցրեց։ Այն տղամարդը, ով եկել էր առավոտյան, միակ կասկածելի ընկերակցությունը չէր։ Երկու այլ մեքենաներ էին եկել, մարդիկ, ովքեր ակնհայտորեն սովորական հյուրեր չէին, մտնում դուրս էին գալիս տարածքից։ Երբ Անուշը վերադարձավ տուն, մթնոլորտը լիովին փոխվել էր։ Անահիտը նրան սպասում էր դրան մոտ հազիվ թաքցրած տագնապով, տան լռությունը ճնշող էր։ Վարդանից ոչ մի նշան չկար։ Բերեցիր դեղերը, անմիջապես հարցրեց Անահիտը։ Այո, պատասխանեց Անուշը հանձնելով քողարկված վիտամինների սրվակը։ Որտեղ է պարոն Վարդանը։ Հանգստանում է ննջասենյակում։ Ձանր օր ունեցավ։ Անահիտը ուշադիր զննեց սրվակը։ Պետք է, որ նրա համար հատուկ թեյ պատրաստես։ Ես քեզ հստակ հրահանգներ կտամ։ Անուշը հետեց Անահիտին մինչ խոհանոց, որտեղ գինը սկսեց պատրաստել մի խառնուրդ, որը ակնհայտորեն ավելին էր պարունակում, քան պարզապես թեյը։ Անահիտը մանրացրեց կեղծ հաբերից մի քանիսը խառնեց տաք ըմպելիքի մեջ այլ փոշիների հետ, որոնք Անուշը չճանաչեց։ Այս թեյը պետք է մատուցվի ուղիղ ժամը 9-ին, հրահանգեց Անահիտը։ Ոչ շուտ, ոչ ուշ։ Դա վճռորոշ է նրա բուժման համար։ Անուշը գլխով արեց, բայց ներքուստ հաշվարկում էր, թե որքան ժամանակ ունի Վարդանին գտնելու վտանգի մասին զգուշացնելու համար։ Ժամը 9-ին դեռ 2 ժամ կար, բայց նա գիտեր, որ Անահիտը իրեն մոտիկից կհետի մինչ այդ։ Հենց այդ ժամանակ նա լսեց մի ձայն, որը ստիպեց նրան կանգ առնել։ Ծանր քայլեր վերի հարկում տղամարդկանց ձայներ, որոնք միանշանակ Վարդանինը չէին։ Անահիտը որսաց նրա հարցական հայացքը։ Տեխնիկներ են, արագ բացատրեց նա։ Հատուկ բժշկական սարքավորումներ են տեղադրում Վարդանին իր վիճակի հարցում օգնելու համար։ Ավելի լավ է նրանց չխանգարել։ Անուշը գիտեր, որ դա սուտ է։
Վերի հարկից եկող ձայները բժշկական սարքավորումների տեղադրման ձայներ չէին։ Դրանք պայքարի ձայներ էին, կարծես ինչ-որ մեկին բռնի ուժով պահում էին։ 9:30-ին Անահիտը տվեց վերջնական հրահանգները։ Տար թեյը Վարդանին ուղիղ ժամը 9-ին։ Թակիր դուռը, ներս մտիր, թեյը թող գիշերասեղանին անմիջապես դուրս եք։ Նա կարող է քնգոտ շփոթված լինել, ուստի մի փորձիր խոսել նրա հետ։ Անուշը վերցրեց թունավորված թեյով սկուտեղը բարձրացավ աստիճաններով սրտի ուժգին բաբախյունով։ Նա գիտեր, որ քայլում է դեպի թագարդը, բայց չէր կարող լքել Վարդանին։ Երբ հասավ ննջասենյակի դռանը, խորը շունչ քաշեց մեղմ թակեց։ «Պարոն Վարդան, ձեր թեյն եմ բերել»։ «Ներս եկեք», լսվեց ներսից մի ձայն, բայց ինչ-որ բան այն չէր։ Ձայնը տարօրինակ էր թվում, կարծես Վարդանը դժվարությամբ էր խոսում։ Անուշը ներս մտավ սենյակ անմիջապես հասկացավ ինչու։ Վարդանը կապված էր մահճակալին, իսկ նրա գողքին կանգնած էր մի մեծ տղամարդ ձեռքին ատրճանակ։ Մեկ այլ տղամարդ կանգնած էր պատուհանի մոտ։ Վարդանի դեմքին կտրված կար, իսկ հագուստը պատրված էր ակնհայտ նշաններ, որ նա դիմադրել էր։ «Անուշ», ասաց Վարդանը, նրա ձայնը խռպոտ էր, բայց հաստատակամ։ «Անմիջապես դուրս եկեք այստեղից»։ «Արդեն ուշ է դրա համար», ասաց զինված տղամարդը։ «Թեյը դիր սեղանին դուրս եկ։ Եվ եթե մի բառ ասես այն մասին, ինչ տեսար այստեղ, դու ընտանիքդ լուրջ խնդիրներ կունենաք»։ Անուշը դողացող ձեռքերով թեյը դրեց սեղանին։ Նրա աչքերը հանդիպեցին Վարդանի աչքերին, նա տեսավ, որ տղամարդը փորձում է իրեն ինչ-որ բան հաղորդել։ Նա զգուշությամբ աչքերով ցույց տվեց հակադիր պատի հայելին, Անուշը հասկացավ։ Հայելին արտացոլում էր միջանցքի մի մասը, նա տեսավ Անահիտին, ով մոտենում էր երկու տղամարդու հետ։ «Թեյը մատուցված է», բարձր ձայնով ասաց Անուշը հուսալով, որ Վարդանը կհասկանա նախազգուշացումը։ «Շնորհակալություն, Անուշ։ Հիմա կարող ես գնալ», պատասխանեց Վարդանը, բայց նրա ձայնի մեջ կար մի բան, որը նրան ստիպեց տատանվել։ Մի վստահություն, որը չպետք է լիներ կապված ատրճանակի նշանառության տակ գտնվող մարդու մոտ։ Անահիտը հենց այդ պահին ներս մտավ սենյակ մյուս տղամարդկանց ուղեկցությամբ։ «Կատարյալ է։ Անուշ, կարող ես գնալ։ Քո աշխատանքը այստեղ ավարտվեց»։ Անուշը շրջվեց դուրս գալու համար, բայց Անահիտը կանգնեցրեց նրան։ «Իրականում, լավ մտածելով, գուցե ավելի լավ լինի, որ դու մնաս։ Պարզապես համոզվելու համար, որ չես վազի որևէ մեկին պատմություններ պատմելու»։ Այդ ժամանակ Անուշը հասկացավ, որ Անահիտը երբեք մտադրություն չի ունեցել իրեն բաց թողնելու։ Նա ծրագրել էր սկզբից ետ վերացնել բոլոր վկաներին։ «Անահիտ», հանգիստ ասաց Վարդանը, «դու իսկապես հավատում ես, որ կարող ես անպատիժ դուրս գալ այս ամենից»։ Անահիտը ծիծաղեց մի սառը հաշվենկատ ձայնով։ «Վարդան, սիրելիս, դու դեռ չես հասկացել, չէ։ Դու խմելու ես այդ թեյը, ստորագրելու ես որոշ թղթեր, իսկ հետո ունենալու ես մի ողբերգական հոգեկան պորտկում, որը կպահանջի մշտական հոսպիտալացում։ Անուշը վկայելու է, թե ինչպես ես դու դարձել բռնի վտանգավոր։ Իսկ ես որպես քո նվիրված զուգընկերուհի հոգ կտանեմ քո ամբողջ կույքի մասին, մինչ դու կստանաս քեզ անհրաժեշտ բուժումը։ Իսկ եթե ես հրաժարվեմ, այդ դեպքում դու կմեռնես դեղերի պատահական գերտոզավորումից, իսկ Անուշը կմեռնի քեզ պաշտպանելով մեր տուն ներխուժած հանցագործներից»։ Անահիտը սառը ժպտաց։ «Ամեն դեպքում, ես ստանում եմ այն, ինչ ուզում եմ»։ Վարդանը նայեց Անուշին, հետո Անահիտին։ «Դու լիովին վստահ ես, որ ամեն ինչ մտածել ես»։ «Բացարձակ։ Այդ դեպքում կա միայն մի բան, որը դու հաշվի չես արել»։ «Ինը չէ»։ Վարդանը ժպտաց առաջին անգամ այն պահից, ինչ Անուշը մտել էր սենյակ։ «Այն փաստը, որ ես կատարելապես տեսնում եմ»։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Անահիտը մի քանի անգամ թարթեց աչքերը, կարծես չէր ընկալում բառերը։ «Դա անհնար է», շշնջաց նա։ «Ես վերականգնել եմ տեսողությունս 3 ամիս առաջ», շարունակեց Վարդանը, նրա ձայնը ուժ էր հավաքում։ «Ես ծածրել եմ, թեկուր եմ, որովհետև բացահայտել էի քո ծրագրերը ժամանակ էր պետք ապացույցներ հավաքելու համար։ Ապացույցներ, որոնք արդեն շատ ապահով ձեռքերում են»։ Անահիտը մի քայլ հետ գնաց։ «Դու ստում ես»։ «Ստողում եմ»։ «Այդ դեպքում որտեղից գիտեմ անցյալ հինգշաբթի անկյունի սրճարանում Մարատի հետ քո հանդիպման մասին։ Որտեղից գիտեմ այն կեղծ փաստաթղթերի մասին, որոնք թաքցրել ես քո աշխատասենյակում։ Որտեղից գիտեմ այն զանգերի մասին, որոնք ամեն գիշեր կատարում ես քո գոռումպացված փաստաբանին»։ Անահիտի դեմքը գունատվեց ամեն մի բացահայտման հետ։ «Ավելի կարևոր է», շարունակեց Վարդանը, «որտեղից գիտեմ այն տեսախցիկների մասին, որոնք ես գաղտնի տեղադրել եմ ամբողջ տանը 2 շաբաթ առաջ»։ Անահիտը հուսահատորեն նայեց սենյակի շուրջը։ «Տեսախցիկներ»։ «Քո բոլոր խոսակցությունները, քո բոլոր ծրագրերը, ամեն ինչ ձայնագրված է։ Ոստիկանությունը հենց այս պահին պետք է որ ճանապարհին լինի»։
Կարծես որպես ազդանշան հեռվում սկսեցին հնչել շչակները ամեն վայրկյան ավելի բարձրանալով։ Զինված տղամարդը շրջվեց դեպի Անահիտը։ Դու ասացիր, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այդպես էր, գոռաց Անահիտը ընկնելով խուճապի մեջ։ Նա ստում է։ Նա գույր է։ Ոչ այնքան, որքան դու ես պատկերացնում, ասաց մի նոր ձայն դրան մոտ։ Բոլորը շրջվեցին տեսան Մանեին, ով կանգնած էր մուտքի մոտ հեռախոսը ձեռքին։ Եվ նրանք այնքան մենակ չեն, որքան դուք եք կարծում։ Ես վերջին 5 րոպեի ընթացքում ամեն ինչ ուղիղ հեռարձակում էի ոստիկանության համար։ Հաջորդած խառնաշփոթը ինտենսիվ էր։ Անահիտի մարդիկ փորձեցին փախչել, բայց տունն արդեն շրջապատված էր։ Անահիտը վերջին հուսահատ փորձն արեց իրավիճակը վերահսկելու համար։ Սա չի աշխատի, գոռաց նա Վարդանի վրա։ Նույնիսկ եթե ձայնագրություններ ունեք, ես կասեմ, որ դու անկայուն ես, որ պարանոիկ զառանցանքներ ունես։ Անահիտ, հանգիստ ասաց Վարդանը ազատվելով կապերից, որոնք ակնհայտորեն այնքան ամուր չէին, որքան թվում էին, կա մի բան, որ դու դեռ չես հասկացել այս ամբողջ իրավիճակի մասին։ Ինչ։ Անուշը պարզապես իմ աշխատողը չէ, իսկ Մանեն պարզապես նրա զարմուհին չէ։ Անուշը Մանեն հայացքներ փոխանակեցին մի պահ շփոթված։ Վերջին ամիսների ընթացքում, շարունակեց Վարդանը, այս երկու կանայք ցուցաբերեցին ավելի շատ քաջություն, ազնվություն, հավատարմություն, քան որևէ մեկը իմ կյանքում։ Նրանք ամեն ինչ ռիսկի ենթարկեցին պաշտպանելու համար մեկին, ում հազիվ էին ճանաչում, պարզապես որովհետև դա ճիշտ էր։ Նա շրջվեց դեպի Անուշը Մանեն։ Եվ դրա համար նրանք դարձան իմ իսկական ընտանիքը։ Կապ չունի, թե ինչ կլինի օրինականորեն իմ գույքի հետ։ Մի զգալի մաս արդեն փոխանցվել է մի հիմնադրամի, որը գերաշխավորի, որ Անուշն ու Մանեն երբեք այլս ստիպված չլինեն անհանգստանալ գումարի համար։ Անահիտը կատաղության հուսահատության ճիչ արձակեց։ Դու չես կարող դա անել։ Ես քո հարսնացուն եմ։ Ես իրավունքներ ունեմ։ Դուք արդար դատավարության իրավունք ունեք, ասաց ոստիկանը, ով հենց նոր էր մտել սենյակ։ Եվ հիմնվելով այն ամենի վրա, ինչին մենք ականատես եղանք, այն ապացույցների վրա, որոնք պարոն Ալավերդյանը մեզ տրամադրեց, այդ դատավարությունը ձեզ համար շատ բարենպաստ չի լինի։ Մինչ Անահիտին նրա հանցագիծներին ձեռնաշխտաներով տանում էին, Վարդանը շրջվեց դեպի Անուշը Մանեն։ Դուք փրկեցիք իմ կյանքը։ Ավելին դուք ինձ վերադարձրիք հավատը մարդկության նկատմամբ։ Անուշը զգում էր, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Պարոն Վարդան, մենք պարզապես արեցինք այն, ինչ ցանկացած արժանապատիվ մարդ կաներ։ Ոչ, Անուշ։ Դուք արեցիք այն, ինչ անում են արտասովոր մարդիկ։ Եվ դրա համար, եթե թույլ տաք, ես շատ կցանկանայի, որ դուք այս տունը համարեիք ձեր օջախը։ Ոչ թե որպես աշխատող հյուր, այլ որպես ընտանիք։ Մանեն նայեց մորը, հետո Վարդանին։ Դուք վստահ եք։ Կյանքումս ոչ մի բանում այսքան վստահ չեմ եղել։ Անուշը գրգեց դստերը վերջապես թույլ տալով իրեն զգալ լիակատար թեթություն։ Ամիսներ տած վախը, ստերը վտանգը ավարտվել էին։ Եվ անհավանական ձով դրանք ավարտվել էին ոչ միայն ապահովությամբ, այլ մի նոր ընտանիքով, որը նրանցից ոչ մեկը չէր սպասում գտնել։ Այդ գիշեր, մինչ ոստիկանությունը ավարտում էր ապացույցների հավաքումը, իսկ Անահիտին պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվում առանգման փորձի, շորթման սպանության փորձի համար, Անուշը Մանեն նստեցին Վարդանի հետ այն հյուրասենյակում, որը եղել էր այնքան լարված պահերի թատերաբեմ։ Ինչպես հասկացաք, որ կարող եք մեզ վստահել, հարցրեց Մանեն։ Վարդանը ժպտաց։ Երբ դուք ամեն ինչ ռիսկի ենթարկեցիք ինձ դեղերի մասին զգուշացնելու համար, նույնիսկ իմանալով, որ դա կարող էր մորտ աշխատանքի գնով լինել։ Եվ երբ դու Մանե բավականաչափ քաջություն ունեցար արերեսվելու մի մարդու հետ, ում կարծում էիր կույր անպաշտպան, դուք ինձ ցույց տվեցիք, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր ընտրում են անել ճիշտը, նույնիսկ երբ դա դժվար է։ Իսկ հիմա, հարցրեց Անուշը, հիմա մենք նորից ենք սկսում։ Բոլորս։ Որպես իսկական ընտանիք։ Դրսում առանձնատունը, որը եղել էր առեղծվածի վտանգի վայր, սկսում էր վերածվել բոլորովին այլ բանի մի օջախի, որտեղ քաջությունը հաղթել էր ագահությանը, որտեղ ճշմարտությունը հաղթել էր ստին, որտեղ երեք մարդիկ, ում ճակատագիրը միավորել էր ամենաանհավանական հանգամանքներում, իրենց մեջ գտել էին ուժ միմյանց պաշտպանելու համար։ 6 ամիս անց Ալավերդյանի առանձնատունը լիովին կերպարանափոխվել էր։ Պատերը, որոնք նախկինում արձագանքում էին լարված լռությանը, հիմա թրթրում էին ծիծաղից, աշխույժ խոսակցություններից, այն երաժշտությունից, որը Մանեն նվագում էր սովորելու ժամանակ։ Անուշը բացահայտել էր, որ մեծ տուն կառավարելը անվերջ ավելի հաճելի էր, երբ դա արվում էր սիրով նպատակով, այլ ոչ թե վախով անհրաժեշտությամբ։ Վարդանը պնդել էր, որ նրանք վերջնականապես տեղափոխվեն այնտեղ, բայց ոչ որպես աշխատողներ։ Անուշը հիմա պաշտոնապես տան Վարդանի անձնական գործերի կառավարիչն էր մի աշխատավարձով, որից նա դեռ ամաչում էր, երբ մտածում էր դրա մասին։
Մանեն ընդունվել էր Երանի լավագույն մասնավոր դպրոցներից մեկը ունենալով այն բոլոր կրթական հնարավորությունները, որոնց մասին միշտ երազել էր, բայց երբեք չէր համարձակվել պատկերացնել, որ կարող է ունենալ։ Մայրիկ, ասաց Մանեն շաբաթ առավոտյան, երբ նրանք նախաճաշում էին խոհանոցում, որը դարձել էր տան սիրտը։ Հիշում ես, թե ինչպես էինք անհանգստանում ամսվա վերջին վարձի համար։ Անուշը ժպտաց խառնելով շաքարավազը սուրճի մեջ, որը հիմա կարող էր լինել ամենաթանկ տեսակից առանց մեղքի զգացման։ Թվում է բոլորովին այլ կյանք էր, չէ։ Դա բոլորովին այլ կյանք էր, ասաց Վարդանը մտնելով խոհանոց առօրյա հագուստով թերթը ձեռքին։ Վերջին ամիսների ընթացքում նա դարձել էր իր երջանիկ թուլացած տարբերակը, որին Անուշը կասկածում էր, որ նույնիսկ ինքը չէր ճանաչում նախկինում։ Եվ դա հենց այն կյանքն է, որին դուք արժանի եք։ Անահիտի դատավարությունը լայնորեն լուսաբանվել էր լրատվամիջոցներով, հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ նա նմանատիպ խարդախություններ էր իրականացրել առնվազն 3 այլ հարուստ տղամարդկանց նկատմամբ վերջին 5 տարիների ընթացքում։ Նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, իսկ նրա հանցագիծները ստացան համապատասխան պատիժներ։ Գործը դարձավ օրինակ, որն ուսումնասիրվում էր իրավաբանական ֆակուլտետներում տարեցների խոցելի անձանց դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ։ Բայց Անուշի, Մանեի Վարդանի համար Անահիտը դարձել էր ընդամենը մի տհաճ հիշողություն մի շրջանից, որը նրանք միասին հաղթահարել էին։ Նրանք հազվադեպ էին խոսում նրա մասին նախընտրելով կենտրոնանալ այն ապագայի վրա, որը կառուցում էին։ Վարդան, ասաց Անուշը մատուցելով ձվածեղը, որը սովորել էր պատրաստել ճիշտ այնպես, ինչպես նա էր սիրում, Մանեն մի նորություն ունի պատմելու։ Մանեն թեթագի կարմրեց։ Այդքան էլ մեծ բան չէ։ Մեծ բան է, պնդեց Անուշը ակնհայտորեն հպարտ։ Պատմիր նրան։ Մանեն հառաչեց, բայց ժպտում էր։ 3 նամակ ստացա։ Ես ընդունվել եմ համալսարանի համեմատական գրականության ուսումնասիրության ակադեմիական փոխանակման ծրագրին։ Վարդանը պատարագաղը ձեռքին կանգ առավ։ Մանե դա արտասովոր է։ Երբ է սկսվում։ Հաջորդ կիսամյակից։ Բայց նա դատանվեց։ Բայց ինչ։ Դա նշանակում է, որ ես գրեթե 1 տարի բացակայելու եմ։ Եվ այս ամենից հետո, ինչի միջով անցանք, չգիտեմ արդյոք ուզում եմ այսքան երկար հեռու մնալ ընտանիքից։ Վարդանը ցած դրեց պատարագաղը լուրջ նայեց աղջկան։ Մանե, որքան ժամանակ է, ինչ դու երազում ես այս հնարավորության մասին։ Ինչքան ինձ հիշում եմ։ Այդ դեպքում քննարկելու բան չկա։ Դու կգնաս, մենք քեզ սարսափելի կկարոտենք, դա հրաշալի կլինի։ Անուշը եռանդով գլխով արեց։ Եվ բացի այդ, դա ընդամենը 1 տարի է։ Այս տունը այստեղ կլինի, երբ դու վերադառնաս։ Քո սենյակը կլինի ճիշտ այնպես, ինչպես կթողնես, ավելացրեց Վարդանը։ Եվ 2 մարդ կլինեն, ովքեր անհամբեր կսպասեն լսելու քո բոլոր արկածների մասին։ Մանեն զգաց երախտագիտության արդյունքները աչքերում։ Նրան դեռ զարմացնում էր, թե ինչպես էր կյանքը այդքան դրամատիկ կերպով փոխվել։ Ոչ միայն ֆինանսապես, այլ հուզականորեն։ Առաջին անգամ նա զգում էր, որ ունի կայուն ընտանիք, որն իրեն անվերապահորեն աջակցում է։ Այդ կեսօրին, ինչպես սովորություն էր դարձել շաբաթ օրերին, երեքով հավաքվեցին նորացված գրադարանում։ Վարդանը տարածքը վերածել էր այն բանին, ինչն ինքն անվանում էր ընտանեկան հրամանատարական կենտրոն, որտեղ քննարկում էին ամեն ինչ սկսած ճամփորդական ծրագրերից մինչ բարեգործական ներդրումներ։ Նորությունների մասին խոսելիս, ասաց Վարդանը դարագից հանելով մի քանի թղթապանակ, ես մի բան ունեմ ձեզ երկուսիդ համար։ Անուշը Մանեն հետաքրքրությամբ հայացքներ փոխանակեցին։ Անուշ, հիշում ես, երբ խոսում էինք այն մասին, որ դու միշտ ցանկացել ես քո սեփական բիզնեսն ունենալ։ Հիշում եմ, զգուշությամբ պատասխանեց Անուշը։ Բայց Վարդան, դու արդեն շատ բան ես արել մեզ համար։ Սա ես չեմ, որ ինչ-որ բան եմ անում ձեզ համար։ Սա ես եմ, որ ճանաչում եմ բնատուր տաղանդը։ Վարդանը բացեց թղթապանակներից մեկը։ Դու գազམ་ակերպչական կառավարչական մի ձիրք ունես, որը հազվադեպ է։ Ես ուզում եմ, որ դու մտածես բնագելի տարածքների խորհրդատվական ընկերություն բացելու մասին։ Այն մարդկանց համար, ովքեր օգնության կարիք ունեն իրենց կենցաղային կյանքը կազմակերպելու հարցում։ Անուշը նայեց թղթերին, որոնք Վարդանը պատրաստել էր։ Դա մի ամբողջական բիզնես պլան էր նախնական ֆինանսավորմամբ, պոտենցիալ հաճախորդներով, նույնիսկ որակավորված աշխատագիտների ցուցակով, ում նա կարող էր վարձել։ Վարդան, սա անհավանական է։ Բայց ես ոչինչ չգիտեմ բիզնես կառավարելու մասին։ Դու այս տունը իմ անձնական կյանքը ավելի լավ ես կառավարում, քան որ է ընկերություն, որ ես երբե տեսել եմ, պատասխանեց Վարդանը։ Եվ դու մենակ չես լինի։ Ես կլինեմ քո լուր գործընկերը, բայց գործընկերը։ Մանեն մոր ուսի վրայով ուսումնասիրում էր թղթերը։ Մայրիկ, նայիր սրան։ Դու գոքնեիր այլ ընտանիքների, ովքեր անցնում են այն ամենի միջով, ինչի միջով մենք էինք անցնում։ Ընտանիքներ, որոնք հնարավորությունների կարիք ունեն,
բայց նա մեկի, ով հասկանում է իրենց պայքարը։ Միտքը սկսեց իմաստ ստանալ Անուշի համար։ Նա իսկապես վերջին ամիսների ընթացքում զարգացրել էր հմտություններ, որոնք չգիտեր, որ ունի, եւ այլ մարդկանց օգնելու հնարավորությունը այն իրավիճակում, որում ինքն էր եղել, գրավիչ էր։ Իսկ մանե, շարունակեց Վարդանը բացելով երկրորդ թղթապանակը, սա քեզ համար է։ Ներսում գրթական հիմնադրամի հետ կապված փաստաթղթեր էին։ Անուշի Մանեի անվան հիմնադրամ խոցելի իրավիճակում գտնվող երիտասարդների կրթության համար։ Այն կենտրոնանալու է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների տաղանդավոր դեռահասների բացահայտման վրա երաշխավորելու է, որ նրանք ունենան նույն կրթական հնարավորությունները, որոնք դու հիմա ունես։ Մանեն մնաց ապշած։ Հիմնադրամ մեր անունով։ Դուք երկուստ իմ կյանքը հիմնովին փոխեցիք։ Սա ինձն է երաշխավորելու, որ այլ ընտանիքներ նույնպես հնարավորություն ունենան փոխելու իրենց կյանքը։ Անուշը զգում էր արցունքները դեմքին։ Վարդան, ինչո՞ւ ես այս ամենն անում։ Վարդանը վեր կացավ գնաց դեպի պատուհանը, որտեղից երում էր այգին, որտեղ ամիսներ առաջ Անուշը նրան գտել էր անձրի տակ մոլորված։ Գիտեք, ես բիզնես կայսրություն եմ կառուցել, ավելի շատ գումար եմ կուտակել, քան կարող եմ ծախսել մի քանի կյանքի ընթացքում, հասել եմ այն ամենին, ինչ հասարակությունն ասում է, թե սահմանում է հաջողությունը։ Բայց մինչ ձեր իմ կյանք մտնելը, ես չգիտեի, թե ինչ է նշանակում իսկական ընտանիք ունենալ։ Նա շրջվեց դեպի նրանց։ Անահիտը համարյա խլել էր ինձնից ամեն ինչ, ներառյալ իմ կյանքը։ Բայց այն, ինչ նա իրականում համարյա խլել էր, այն հնարավորություն էր բացահայտելու, թե ինչն է իրականում կարոր։ Դուք ոչ միայն փրկեցիք իմ ֆիզիկական կյանքը, դուք փրկեցիք նա իմ հուզական կյանքը։ Իսկ դու փրկեցիր մերը, պատասխանեց Անուշը։ Այնպիսի ձով, որը շատ ավելի հեռուն է գնում, քան գումարը կամ հնարավորությունները։ Այդ դեպքում մենք հավասար ենք, ասաց Վարդանը ժպիտով։ Եվ հիմա մենք ունենք մեր ամբողջ կյանքը բացահայտելու համար, թե էլ ինչ կարող ենք միասին նվաճել։ Այդ գիշեր, երբ Մանեն գնաց իր սենյակ վերջնական քննությունների համար սովորելու, Անուշը Վարդանը նստեցին պատշգամբում, որը դարձել էր նրա սիրելի վայրը խորհելու համար։ Հեռվից երացող Երանի տեսարանը հիասքանչ էր, բայց Անուշը այլս չէր տպավորվում շքեղությամբ։ Նա սովորել էր, որ իսկական հարստությունը անկեղծ մարդկային կապերի մեջ է։ Անուշ, ասաց Վարդանը, կարող եմ մի հարց տալ, որն արդեն ամիսներ է ուզում եմ տալ։ Իհարկե, դու որե բանի համար զղջում ես։ Այստեղ աշխատանքի անցնելու, այն ստերի համար, որ ստիպված եղար ասել, այն վտանգի համար, որին առերեսվեցիք։ Անուշը ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը։ Ոչ մի բանի համար չեմ զղջում, բայց կա մի բան, որն ինձ հանգիստ չի տալիս։ Ինը չէ, որ ես այդքան երկար սպասեցի Անահիտի վերաբերյալ իմ բնազդներին վստահելու համար։ Եթե ավելի շուտ գործեիր, կարող էիր քեզ վտանգի ենթարկել առանց պաշտպանվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ունենալու։ Դուք գործեցիք ճիշտ ժամանակին, ճիշտ ձով։ Իսկ եթե մեզ չհաջողվեր, Վարդանը նրբորեն բռնեց նրա ձեռքը։ Բայց ձեզ հաջողվեց։ Եվ դա է կարևորը։ Նրանք մի քանի րոպե լռեցին հետելով քաղաքի լույսերին։ Վարդան, վերջապես ասաց Անուշը, շնորհակալություն մեզ մի կյանք ունենալու հնարավորություն տալու համար, որը մենք երբեք հնարավոր չէինք համարի։ Շնորհակալություն ինձ հիշեցնելու համար, թե ինչն է կյանքը իսկապես արժեքավոր դարձնում։ 2 տարի անց Անուշի խորհրդատվական ընկերությունը ծաղկում էր ունենալով հաճախորդներ 3 մարզերում ընտանիքների մի երկար ցուցակ, ովքեր սպասում էին նրա ծառայություններին։ Անուշի Մանեի հիմնադրամը կրթաթոշակներ էր տրամադրել ավելի քան 50 երիտասարդների, իսկ Մանեն վերադարձել էր փոխանակման ծրագրից մտադիր լինելով իրավաբանություն սովորել մարդու իրավունքների ոլորտում աշխատելու համար։ Ալավերդյանի առանձնատունը դարձել էր ընտանեկան միջոցառումների կենտրոն, որտեղ Անուշը պարբերաբար ընթրիքներ էր կազմակերպում, որոնց ժամանակ ինքը, Մանեն Վարդանը հյուրընկալում էին հիմնադրամի կրթաթոշակառուներին նրանց ընտանիքներին։ Դա մի ավանդույթ էր, որը բնականորեն էր առաջացել այն մարդկանց համայնք ստեղծելու ցանկությունից, ովքեր հասկանում էին հնարավորությունների արժեքը, պատրաստ էին օգնել ուրիշներին դրանք գտնելու հարցում։ Վարդանը ընդլայնել էր իր բիզնեսը, բայց հիմա կենտրոնացած էր էթիկական ներդրումների այնպիսի ընկերությունների վրա, որոնք դրական սոցիալական ազդեցություն էին ստեղծում։ Նա ասում էր, որ Անուշն ու Մանեն իրեն սովորեցրել էին, որ փողը իրական արժեք ունի միայն այն ժամանակ, երբ օգտագործվում է կյանքեր բարելավելու համար։ Մի գիրակի կեսօր, երբ նրանք պատրաստում էին շաբաթական ընթրիքը 20 հոգու համար, Մանեն նկատեց. Մայրիկ, հիշում ես, երբ կարծում էինք, որ վարձի համար բավականաչափ գումար ունենալը երջանկության գագաթնագետն է լինելու։ Անուշը ծիծաղեց համեմելով աղցանը, որը հայտնի էր դարձել հյուրերի շրջանում։ Հիշում եմ։ Եվ գիտես, ինչն է ծիծաղելի։ Մենք ճիշտ էինք։ Այսինքն ինչպես։ Հիմնական կարիքների ապահովված լինելը իսկապես մեր երջանկության բանալին էր։
Այն ամենը, ինչ եկավ հետո, պարզապես հավելյալ պարկ էր։ Վարդանը, ով սեղան էր գցում հյուրերի համար, կանգ առավ խոսակցությունը լսելու համար։ Տարբերությունն այն է, շարունակեց Անուշը, որ հիմա մենք ունենք այդ հիմնականը ապահովված ոչ միայն մեզ համար, այլ ընտանիքների համար նույնպես։ Եվ դա մի տեսակ երջանկություն է, որը ես երբեք հնարավոր չէի պատկերացրել։ Վարդանը ժպտաց հետելով այն երկու կանանց, ովքեր իր տունը վերածել էին օջախի, իսկ իր կյանքը մի իսկապես իմաստալից բանի։ Անահիտը փորձել էր նրանից խլել այն ամենը, ինչ նա ուներ, բայց փոխարենը նրան ակամա տվել էր իր կյանքի մեծագույն պարքը մի իսկական ընտանիք կառուցված ոչ թե արյան կամ պայմանագրերի, այլ սիրո, քաջության փոխադարձ զոհողության վրա։ Երբ առաջին հյուրերը սկսեցին ժամանել տունը լցնելով ծիծաղով աշխույժ խոսակցություններով, Անուշը մտորեց այն արտասովոր ճանապարհի մասին, որն իրենց բերել էր այստեղ։ Մի փոքրիկ բնակարանից, որտեղ նրանք լումաներն էին հաշվում, մինչ մի առանձնատուն, որտեղ նրանք հաշվում էին օրհնությունները։ Ապագայի նկատմամբ մշտական վախից մինչ այն անսահման հնարավորությունների ոգորությունը, որոնք բացվում էին իրենց առջ։ Ամենակարևորը նրանք սովորել էին, որ ճիշտը անելու քաջությունը, նույնիսկ երբ դա դժվար է, միշտ գտնում է վարձատրվելու իրձը։ Ոչ պարտադիր այնպես, ինչպես մենք սպասում ենք, բայց միշտ այնպես, որ մեր կյանքը դարձնում է ավելի հարուստ իմաստալից։ Եվ երբ Մանեն այդ գիշեր կենաց բարձրացրեց շնորհակալություն հայտնելով այն ընտանիքի համար, որը նրանք ընտրել կառուցել էին միասին, Անուշը հասկացավ, որ իրենց պատմության համար ավելի կատարյալ ավարտ չէր կարող լինել, քան այդ պահը շրջապատված սիրով, նպատակով այն վստահությամբ, որ նրանք գտել են հենց այն վայրը, որին պատկանում են։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անուշի, Մանեի Վարդանի պատմությունը դիպչեց ձեր սրտերին այնքան, որքան մերին։ Քաջության, ընտանիքի կերպարանափոխության այս ճանապարհը մեզ հիշեցնում է, որ ամենադժվար հանգամանքները կարող են տանել դեպի ամենաարտասովոր հանգրվանները։ Եթե ձեզ հուզեց հաղթահարման ընտանեկան միասնության այս պատմությունը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին մարդկային ոգու ուժը փառաբանող ավելի շատ պատմությունների համար։ Սեղմեք հավանել կոճակը, եթե Անուշն ու Մանեն ոգեշնչեցին ձեզ, մեկնաբանություններում պատմեք մեզ, թե պատմության որ մասն ամենաշատը տպավորեց ձեզ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք բացահայտում են կյանքի բարդություն ու մարդկային կապերի գեղեցկությունը։ Բաց մի թողեք մեր հաջորդ թողարկումները, որտեղ մենք կշարունակենք ներկայացնել պատմություններ, որոնք ապացուցում են, որ բարությունը միշտ գտնում է հաղթելու ճանապարհը։